Լսում բանը ճոծին չկարացար լսեմ ճիշտ ասած ախպեր չգիտեմ ես կարող չթողես մնա կարող կդրես հանես ախպեր բայց դասիդ կապակցությամբ որ բաներ արա արձագանք էր գրել Telegram-ում ախպեր Հիշում ինչ որ մեկներ ախպեր եսիմ իր բան ալիք ուներ ախպեր բան այդ ալիքում էր օձի վեր գրել ինչ որ 5 րոպե խոսացել էր Չէ, մի 5 րոպե խոր։ 5 րոպեից ինչ բաներ ասում ախպեր, ապես քսա պրոստը։ Ես էլ լսեցի քեսից, նախադասություն երկու նախադասություն լսացի ես հասնում։ Ինչ որ ցիգունի ուսմունքա ինչ ասի։ Հա գիտեմ ցիգունը գիտեմ ախպեր, հա ինքեր ապա ինձ կտեսնում ախպեր, ես լուրջ եմ ասում ինձ կտեսնում, որովհետև գիտես ինչ են անում մարդիկ ապա անգիր են անում ապա։ Հա, առանց հասկանալ։ Առանց հասկանալու ապա իրանք անգիր են անում, իրանք չգիտեն էլի վերջի բանը, նպատակը ո՞րն է այդ ամեն ինչի ախպեր, անում ես որի ինչ լինի։ Ու ցիգուն է ուսումնասիրում, մեկը յոգա է ուսումնասիրում, մեկը ռետոզը քշտում է վրան նստում, ասեն շպագատ սենց անում։ Всё, ես յոգայի մասնագետ եմ։ Ինքը յոգա ապա, ինքը չգիտի դաժե յոգումս թեման ինչի մասին ախպեր։ Բայց հա ու տենց ցիգաններն էլ են տենց էլի ցիգուններն էլ բանը այդ էմոցիոնալ ինտելեկտի մասին բաներ գրե հա տակը վիդեոն գցեցի ասած մտնայի կարծիք կա իսկ ով էր ինքը որ մասնագետ է ցիգուն հետաքրքիր է լսեցի 5 րոպեներ դիմացել եմ լսել եմ հա չէ ես չկարողացա ախպեր ես մի քիչ ես հասպասում եմ ես ամյա գոնե մի վերաբերական մի բան կասի այն մեջ է տենց է ինձ ոչ ինչ ասած չէ ներիր մեզ թե կարող ես տիկին հա չէ почему Twin թեմանով սկսեցինք ապա որ տենց իրոք որ ասեմ ինչ որ շատ գիտեմ աչքովս ականջովս անցել են այդ սաղ թեմաները որտեղ ոսկի այդ ինչ որ ես ուսումնասիրել եմ արդեն ասենք 9-րդ տարին է որ ես թեմայի մեջ եմ ինչ կա սաղ ասենք 1000 կարող է ինչ որ այնպես թեմաներ լինի ասենք ինչ որ կոնկրետ ուսմունքներ լինի պրակտիկաներ որ չիմանամ լսած չլինեմ բան բայց դա տենց ցիգունը ինքը շատ բան է իսկ ինչ է տալի քեզ այդ պրակտիկաները вообще առհասարակ պրակտիկաները ընտրության հնարավորություն ախպեր ոնց ապրես այդ ընտրության մասն ախպեր ախպեր ոնց գիտես ոնց նայ սենց ասեմ ավելի շատ ինչա տալի օրինակ բան կա քրիստոնեական պրակտիկա կա կոչվում է իսիխազմ հա իսիխազմ բան остановка ума մտքիդ անջատումն է որ միտքդ կանգնեցնես ինքը չմտածի գլխիդ մեջի ձայնը որ չգա ոբշե անդադար այսինքն հնարավոր է որ вообще ընդհանրապես ոչ մի բան չմտածես պայ հա հնարավոր է որն է ախպեր շատ հնարավոր է ձևը տենց է էլի սկզբից տենց էր մտածած որ դի մարդը չմտածեր դի մենք չմտածեին որովհետև մտածելով պրինցիպը բան չկար էլի ախպեր սա թույներ չգիտես ինչ խնձորի ուտել է խնձորը կերենք ու գղանքը բարձրացավ երթվային հա ու այսպես մտածի ու էդի թույնա կսած ես որ նոր է Երևանից նոր եմ եկել ախպեր այսօր եկե ես զգացի տարբերությունը ընդեյուստեի եմ որ շատ արդեն սարեր ձորեր էլի թե որ անցած տարի աշունն է եկեմ 2 ամսով հետո էլի հետ գնաց Երևան էլի նույն կինոներ այս անգամ հիմա որ արդեն մի քանի ամիս աստեղ եմ ու երկար ժամանակ էր չէի գնացել ու մարտի վերջին եմ եկել ստեղ ուստի 3 ամիս էլի համարյա ու որ գնացի ինձ ոնց որ Երևանը այդ իր Երևանի մասին ինֆորմացիան ինչ որ կար սա տեսողական լսողական հոդհամս sense սենց հարցակվեցին վրաս մի անգամից ու նենց ու այդ գլխից մեջի ձենը ինքը միացավ ճոգի ինքը միանում է որ սկսի պատմել քեզ էլի այսի ավտոյի այսի մարդ այսի կարճ հակենի երկար այսի գեշ այսի սիրունը ու սկսում անդադար ինքը ախպեր խոսալ ուշադրությունը ավտոմատ ընկեր ծվրվում է էլի կտոր ախպեր գնում է մտես մտքի վրա մտեն մտքի վրա մտեն մտքի քեզ իրականությունից կտրում է Երբ որ դու չես մտածում ախպեր, այսինքն ոչ թե արի հասկանանք
որ միտքը, նորը մենք դրա մասին կարծեմ խոսացել ենք, որ միտքն ու մտածելը տարբեր բաներ է, հա։ Որ մտածում ես, մտածելը թույնը, կարաս մտածես, մտածի։ Բայց երբ որ դու չես մտածում, պրոստը մտքերին ռեակցիա ես տալի ախպեր, քո ուշադրությունը այդ կողմս։ Էդի արդեն դու ստեղից կտրվում ես, էլի։ Գնում ես ինչ որ չգիտեմ, ուրիշ տեղ։ Հա, ուր տանում են ուտել գնում ես։ Հա, ուր տանում են ուտել գնում ես։ Իսկ երբ որ ձեն չկա գլխիդ մեջ թույնը, էլի, ապա հասկանում ես ինչ է կատարվում կողքերդ։ Հասկանում ես ինչ ես ուզում։ Խի ես ուզում։ Վերջնակետն ես հասկանում։ Կարա սխալ ինֆորմացիա տա այդ բանը քեզ։ Ինչը։ Ախպեր դու ինձ դու ինֆորմացիա вообще չես ստանում։ Չէ, չես ստանում, բայց ասես հասկանում ես ինչ ես ուզում։ Այդ կարող է սխալ հասկանալ։ Չէ, չես կարա։ Գիտես ոնց է, ոնց է կպնես ախպեր, բանի, ասենք, ֆունդամենտալ ինչ որ կանոնների կպնես։ Դու ավտոմատ, որը ասենք դու չէ, օրինակ Նյուտոնի օրենքը ֆունդամենտալ օրենք է, չէ, ախպեր, խնձորը որ անգնում է։ Էլի խնձոր։ Հա, էլի խնձոր։ Դա ֆունդամենտալ օրենք է։ Այսինքն հիմնային է, էլի սա աշխարհի համար տենց է ախպեր։ Նո, ամենայն դեպս մեր մոլորակի համար տենց է։ Ասենք նա լուսնի վրա էլ ինչ որ բան գցենք, չկա դանդաղ անգնում, չէ, բայց էլի անգնում է։ Դա ֆունդամենտալ օրենք է, այդ տենց օրենքներ կա, ու այդ օրենքների ոնց որ դու ասենք պատճառը հետևանքային կապի մասին է այդ օրենքը, էլի, որ խորանում ես։ Հա։ Ճոգեր ձգողականության ուժը պատճառ հետևանքը կարաս էլի համեմատական տանես։ Ֆիզիկական աշխարհում ու հոգեկան աշխարհում թարս է։ Չէ, բայց նույնն է, ի՞նչ տարբերություն։ Չէ, թարս է։ Ոնց է թարս։ Նայ, դու խնձորը գցում ես, ինքը ընկավ։ Ու գցելու պատճառով հետևանքն եղավ իր անգնելը, չէ՞։ Իսկ հոգեկանը մի քիչ ուրիշ ձև աշխատում։ Դե հետևանքը գալիս է պատճառի տեղը, պատճառը գնում է հետևանքի տեղը։ Այսինքն երկու հոգի իրար ավտոխփել են ու իրար վրա գորգորում են։ Ստե որ պատճառը հետևանքայինը փոխում ես, իրանք ոչ թե խփել են, դրա համար են գորգորում, այլ խփել են, որ իրավունք ունենան գորգորալու իրար վրա։ Հասկացա՞ր տարբերությունը։ Ես ինձ պետք է որ ես գորգորամ ինչ-որ մեկի վրա, նենց իրադարձություն եմ ստեղծում, ավտոով գնում եմ խփում եմ, որ հնարավորություն ունենամ մեկի վրա գորգորալու։ Դե դու մտադրված ես, եթե Չէ։ Իսկ դա ենթագիտակցությունը տա անում։ Հա, օքեյ, ներքին համոզմունքներ այդ կասած կոդերը, որ անգամ ասենք կարող սխալ գրված լինի, չէ՞։ Այդ ամեն ինչը տենց ազդում է ու դու չջոգելով քայլեր ես անում, որ բերի ինչ որ մի հատ կետի, որ դու զգաս այնը որ սովոր ես զգալու։ Հա։ Ջոգեր ինչ եմ ասում։ օքեյ։ Դա առանց հասկանալու ես։ Համաձայն եմ, համաձայն եմ։ Դա հենց այդ բանի թեման է, էլի, լինում է ինչ լինելու է ախպեր։ Հա, բայց դու եթե չես մտածում, դա քեզ ղեկավարում է։ Չէ, ոնց։ Եթե չես մտածում, դա քեզ ղեկավարում է։ Դու ամեն անգամ ավտոդ խփելու ես, ինչ որ մեկ այդ թեմա բռնես ու չջոգես քեզ։ Հա, եթե դրա մասին չես մտածում։ Հա։ Եթե մի օր հարց ես տալի բախի ասես, եթե չես սովորում, բախի ասես, հա։ Այդ պատճառը հետևանքային կապը։ Պետլայի պես բան է, էլի, պետլա ոնց է։ Հա, անընդհատ ախպեր նույն բանը, միջև սովորում ես։ Եթե լավ հաջորդ դաս, հա, հիմնականում տենց չեն սովորում։ Ու տենց բան կա, չէ՞, ինչ որ տեսակ այդ կա, որ հոգին ծնվում է, ինքը կոնկրետ երկրորդ անգամը ենթադրենք ծնվեց, իր երկրորդ անգամ աշխարհ գալու իմաստը այն է, օրինակի համար, որ ինքը կախվածությունների դեմ պայքար անցնի մի հատ, եթե անցավ, ինքը անցնում ոնց որ հաջորդ փուլ, օրինակ երրորդ փուլը էդի դավաճանությունն է, օրինակ հիմա մի հատ էլ այդ պետք է անցնի, հետո չորրորդը, նոր վերջում եթե սաղ փուլերն անցավ, նոր ինքը արդեն գնում է հավիտենական կյանք։ Լսել եք դրա մասին տեսնում։ Չէ, տենց չէ, ես մի քիչ իմ բանը ուրիշ է ախպեր, ես անալոգիա, ինգեր գիտես ինչ, ավելի շատ հեշտ է ախպեր, ավելի շատ բարդացնում ենք ինչ որ։ Շատ հավիտենական կյանքը հիմա է ախպեր։ Հետո ինչ որ հավիտենական կյանք չի լինելու, էլի։ Չկա տենց ինչ որ ժամանակ, որ պետք է այս պահից հետո գա։ Կա այս պահը ախպեր, ուրիշ ոչ մի պահ չկա։ Հա, միշտ կա այս պահը, պետք է հավիտենական կյանք, այսինքն երբ որ դու սկսում ես գիտակցել ախպեր, որ դու պահի մեջ կաս, հավերժ կաս այդ պահի մեջ, всё դու հավերժության մեջ ես ապրում, դու հիմա էլ ես հավերժության մեջ ապրում, ջոգում ես թե չես ջոգում, դա հարցի մյուս կողմն է։ Հասկացա՞ր։ Այսինքն մենք միշտ ապրում ենք ախպեր, մենք միշտ եղել ենք, մենք չենք ծնվել, մենք չենք մեռնելու, մեր գոյը միշտ կա։ Դու պիտի դա հասկանաս ու քեզ տեսնես, զգաս, լինես այդ գոյի մեջ, այդ ժամանակ դու ճոգում ես, որ դու հավերժության մեջ ես ապրում, ապա որ դու մեռնես էլ շարունակելու ես մնալ հավերժության մեջ։ Ինչի տեսքով։ Գոյի տեսքով։ Դա արդեն ես sense ասեմ,
Այն ինչ որ ես sense բան եմ ասում, քիչ անպագորգորացավ իմ ասածը, դա իմացի որ իմ մոտ sense հաստատումներ է էլի ախպեր։ Կոնստանտներ ապը դրած, որ ես գիտեմ որ էսի sense ախպեր դրա համար տենց ասում։ Բայց ինչը որ կարծիք եմ հայտնում, դա ոնց որ ասում եմ ինչ որ տեսակետ է, դա ոնց որ տեսությունա որ կարա այս sense։ Հիմա ես նայ ոնց եմ պատկերացնում ոնց է դա աշխատում դալշան մեռնելուց հետո ու մեռնել ասվածն էլ արդեն հարաբերական ասկսել պրոստը ոնց որ բան փոխես էլի կաշի փոխես ախպեր ունեք բանի մեջ վեդական կուլտուրային ծանոթ ես գիտես ախպեր չեմ այդ վեդիստի կուլտուրայի մեջ ախպեր այդ բաները յոգինները գուրուները են դեմքերը էլի բրախմանները ախպեր իրանք բան են վերաբերվում են մարդուն sense ձևի մեջ ախպեր մարդկային sense մարմինը ասում են բան ախպեր կոժնայ բալեզ հա այսինքն հիվանդություն է մարդը եթե դու sense մարմնով կաս դու հիվանդ ես հասկացար դրան վերաբերվում է որպես հիվանդություն բանին երեխա ունենալուն ախպեր վերաբերվում են որ հա ախպեր դու վիրուս ես տալ չի կարելի ախպեր լավ է հա Սիմեն խոսքի հետ են ամենայն թափած տպերն են էլի որապես արի գլխի նստած ոչ մի բան չեն անում խոսքի տարիներով պրոստը նստած են հա իրանք ասում են որ չի կարելի երեխա ունենալ իսկ դու երեխա ունենալով շարունակում ես այդ գոյել լինելությունը շարունակում ես չէ հիմա խոսքը դրա մասին չի լավա թե վատ ախպեր լինել է Շեքսպիրի լինել թե չլինելու հարցը չի միանշանակ լինել ախպեր որովհետև չլինելու ձև չկա էլ դաժով ճողում ես լինելն էլ է ֆունդամենտալ ախպեր կանք պրոստը կանք ծովապե էտա ուզում ես ուզի չես ուզում ուժի պիտի հաշտվես քո լինելու հետ դժվար է հեշտ է լավ է վատ է ուրախ ես տխուր ես ապե կյանքի համար вообще պոֆիգ էլի դու ինչ ես մտածում ախպեր ոնց ես քեզ իսկում ինքը կա ախպեր всё հաշտվի որ ինքը կա հա իրանք այտենց են վերաբերվում ու ինչ է իր հարցրը մոռացա արդեն հա չգիտեմ ինչ հարցի в общем լավ տենց հիմա էսա մի տվի կանդրադառնանք էլի դրան մեր խոսքը միշտ էլ sense գնում հա գնում գալի կպնում է իրար բայց հա ես գիտես ոնց եմ վերաբերվում ախպեր հա այդ պրոստի տեսություն ախպեր հիմա տես вообще sense թեմել կա կարծեմ Աստվածը շնչի մեջ է ասում որ դու պիտի կախվածություն ունենաս միայն Աստծուց հա կուրքեր մի սարքի քեզ համար եւ այլն մենակ Իրանից ասինքն դու պիտի կախված լինես մենակ Աստծուց ախպեր թե դու կախված ես մենակ Աստծուց քո մոտ մնացած ամեն ինչը գլատկի թույն կգնա բայց եթե դու կախվածություն ունես օրինակ սիգարետից օրինակ հեռախոսից նրանից դու ոնց որ դա քո իդոլն է դառնում էլի քո կուրքն է դառնում բայց մի հատ sense մի հատ բան ասում չէ որ ազատ կամք ու ընտրության իրավունք հա դե ես ընտրում եմ ծխելը ասենք չէ բայց արդյոք դու ընտրում ես ծխելը հա դու ամեն անգամ ընտրում ես ծխելը ամեն ծխելուց դու ընտրում ես ծխելը ես ոչ թե ծխելն ու իրան դնում եմ նույն հավասարի վրա հա դա պարզ է բայց ես ընտրում եմ ծխելը հասկացա դե հիմա նայ ես sense ասեմ ախպեր իմ այն փոճուր աշխատությունը դու կարդացել ես ես դրա մեջ լավ պարզ գրել եմ բայց հիմա մի հատ կանդրադառնամ որտեղ հենց հիմա դրա մասին եմ խոսելու հիմա տես անհատականությունը մարդու անհատականությունը ոնց է կազմավորվում հեշտ process է ոչ մի բարդ բան չկա երեխան ծնվեց երեխու մեջ կյանքը կա ճիշտ է երեխան ծնվում է սկսում է ղժալ լացել ախպեր всё դու ստենում ես ախպեր ինչ որ բան կա մեջից հասկանում ես աչքերի մեջ որ նա աչքերը կենթանության նշան է ախպեր ինքը նայում եմ ես հիմա քո աչքերին տենում եմ որ ներսում ախպեր ես նյութի ներսում ինչ որ գոյ կա ախպեր որտեղ ընդուց ինչ որ բան է ինձ նայում ես դա զգում եմ ես դա տենում եմ դա կյանքն է հասկանում ես դա լինելիությունն է որ ես զգում եմ տենում եմ հիմա այդ լինելությունը քյորփա երեխու մեջ կա այդ երեխու վրա հələ անուն չկա ապե հագը շոր չկա գեր պամպերս չկա ախպեր ինֆորմացիա ոչ մի համարյա ոչ մի ինֆորմացիա չկա ասենք այդ ինֆորմացիան ինչ որ մորկաթի հետ ստացած ինֆորմացիա է ու գենի ստացած ինֆորմացիա է այսինքն ինչ որ հիմնային ախպեր նյութական ինֆորմացիաներ են որ հələ ինքը ինքնուրույն իր ուղեղով չի էլի սկսել ախպեր ստանալ այդ ինֆորմացիան իր զգայարաններով բայց իրանից ինչ որ բան կա բայց ինքը հələ դատար կա в принципе
Մենք կարա, եթե լեզու ունենար ու ձև ունենար ասելու, կարար չէ, ասել ես կամ ախպեր։ Ես կամ առաջի ճիչը դա էլի։ Հա, ապրես, առաջի ճիչը դրա նշանը, որ ես կամ ախպեր։ Ահա։ Հիմա ի՞նչ կապ ունի ապետ երեխան տղա է թե աղջիկ։ Սևա թե սպիտակա։ Ասենք գեյշա թե սիրունա ախպեր։ Անունը ինչա вообще երեխու գագոյա գեղամա Աֆրիկայի մեջ вообще կապ չունի, չէ՞։ Այդ նշանակում է ախպեր որ մարդու անհատականությունը ձևավորվում է ժամանակի ընթացքում ու իր ես կամի հետ, իր լինելու հետ ընդհանրապես կապ չունի այդ անհատականությունը։ Չէ՞։ Հա, այդ մտքի հետ համաձայն եմ։ Ահա։ Հիմա տես ախպեր։ Դու կաս պրոստը առանց որևէ սահմանում տալու, առանց որևէ բացատրության, ուղղակի կաս ախպեր ու քո համար sense հով լրված ես նայում ես։ Ու աշխարհին էլ մեկա դու կաս թե չկաս։ Հա, պետք է вообще կապ չունի։ Ու դու սկսում ես ախպեր, քանի որ էսի հակնում ես, այս կաշի ոսկորը։ Դու այդ կաշի ոսկորը ոնց որ լինելու ձև է մի հատ։ Ասենք ոնց ես խաղ ես խաղում կոմպով բան։ Կամ այն բաները որ դնում ես աչքերից խոսքի են VR ակնոցները բաները։ Մի անգամ էդի դրել եմ հանի շպրտել եմ գրից, ասես ելս կյանքում չեմ տնի զզվելի բաներ։ Դու ես կաշի ոսկորը հակնում ես ու սկսում ես ախպեր ինֆորմացիա ստանալ այդ զգայարանների միջոցով ախպեր ինֆորմացիա ստանում ուղեղը ու դու սկսում ես պերեժիվաց անել ապեր։ Դու նույն անում ես ախպեր արդեն մի անգամից հակնում ես ու քեզ թվում է absolute դարը ուրիշ ձև չունես։ Ունես խի չունես ախպեր։ Երեխան ոնց կարա չնույնանան ոչ մի բանի հետ, ասենք ինքը այտենց պրոստը մեծանա։ Չէ դե մի երեխուն ոնց է եթե չի լինի, չէ, ինքը ուզած չուզած դրա մեջ անցնելու է, որովհետև ծնողները մեծացնում են։ Ինքը պալուբոմ նույնանալու է։ Հա, ես չեմ ասում։ Հա, ինքը պալուբոմ նույնանալու է, բայց արդեն հարցի մյուս կողմն է, օրինակ եթե ես իմ այս գաղափարով ախպեր ոնց որ ես եմ ապրում, դու գիտես ես պրինցիպը ոնց եմ վերաբերվում, ասենք ես հենց այնպես չեմ խոսում, էլ ես այնպես ապրում եմ։ Ասենք ես եթե ինչ որ երեխա դաստիարակեմ, թեկուս ուրիշ երեխա կամ իմ երեխուն դաստիարակեմ, դաստիարակելու ես քեզ համապատասխան։ Ապրես ես դաստիարակելու եմ նենց, որ այդ երեխան մաքսիմում չնույնանա ախպեր։ Իսկ ես իրեն հասկացնելու եմ, որ տղա կամ աղջիկ էս քո ֆորմեն է, էս դու չես, էս քոնն է, էս դու չես, էս քո խաղալիքն է։ Հա, ակել ես խաղա։ Էս արային, բայց հանգարց չմտածես, որ դա դու ես, որտեղ հենց դու մտածում ես, որ դա դու ես, ապա դու սկսում ես վախենալ ախպեր։ Քանի դու չես մտածում, որ դա դու ես, դու չես վախենում ինքեր։ Իսկ եթե մտածում ես դու ես, ջոգում ես, որ դու նյութ ես ախպեր, всё։ Հա, կարաս մատ չունես։ Կարաս մատը պոկվի, ոտը ջարդվի ինքեր, խփեն գլուխդ պոկվի, դու սկսում ես վախենալ, սկսում ես ոչ մի բան չանել ապա։ Խի ոչ մի բան չեն անում ապա, խեն սա լրված են ինչ սպասում են երկնքից բան։ Լավ, բա հիմա նայ այդ քո ասածը սկզբի որ երեխան մաքուր ծնվում է, ու հետո իրան դնում են ռամկեքի մեջ, ինքը այդպես մեծանում է։ Ես այդ մտքեդ համաձայն եմ, ու դրա համար շատ մի հատ լավ արտահայտություն կա։ Ասում է երեխաները ծնվում են արքայադստեր ու արքայազներ, իսկ ծնողները նրանց դարձնում են գորտեր։ Դույն է, դա ռասիացիա բառներից է։ Ուզած չուզած այդ երեխան փոխվելու է։ Դա հասկացան։ Ինքը դրանով մեծանալու է գա ինչ որ մի հատ կետի, որ հասկանա, որ այդ ինչ իրան ասել են, չեն ասել, էլ չի աշխատում։ Դե մի բան փոխվի։ Չէ՞։ Հա։ Ու ինչքանով է այսօրվա իրականությունը համապատասխան նրան, որ այդ մարդը նորմալ կհասկանա ամեն ինչ ու նորմալ ձևի կփոխվի, ոչ թե ասենք մի ցեխի մտնի կգնի մի ցեխի մեջ ասենք։ Հա, հասկացա ինչ ես ասում։ Вообще չի համապատասխանում իրականություն, ընդհանրապես չէ ախպեր։ Ասենք հա կան խոսքի օրինակ աշրամներ կան։ Օրինակ մեր մոտ ախպեր հոգևորականություն Հայաստանում հոգևորականություն չկա։ Ես չգիտեմ, ես չեմ տենում, որովհետև ես այտենց խորը ուսումնասիրել եմ հոգևորականությունը, ինչա իրենից ներկայացնում ախպեր։ Հա, օքեյ, էլի կարող է ինչ-որ պայմանական բացատրություններ, բայց դե ինֆորմացիան հասկանալու համար։ Հա, ասենք, ապրես, ինֆորմացիան հասկանալու համար է, բայց եթե դու դա չես կիրառում ոչ մի ձև, դու արդեն չես հասկանա փորձով էդի որն է, ինչն է։ Դա խի եմ ասում, որովհետև հոգևորականներ կան ախպեր։ Ճակերտների մեջ հոգևորականներ, ասենք ծառայող է եկեղեցում, չգիտեմ, եպիսկոպոսը ինչ է, հա, չեմ իմանում, ես չգիտեմ ներով, հա։ Ու
ինքը հոգևորական է իրան համարում, բայց ինքը խոսքի քո վրա մունաթա գալի է, ինչ-որ բայ գոռում է վրա այդ, ինչ-որ գոռոզ, չասեմ վիդեո կարապեմ այնու։ Այսինքն դա չի թույլատրվում, հա։ Չի թույլատրվում, չէ, հեսա կասեմ։ Նայ, մի հատ էսի ասեմ ախպեր, մի հատ ինչ-որ էլի տենց քահանա էր, ինչ էր չհասկացա, ախպեր, էլի տենց պլաշով նստած, որ ասես գոռում է ինչ-որ մեկի վրա, չգիտեմ էլի ինչ միջոցառում էր, ինչ էր, ասում է դուք պետք է ինձ թակավորի պես պահեք, ռոսես գոռալով երակներս էս բերանից էս թոքը թռնում է այսան է։ Սկի այս թակավորի։ Ինչ եկավ բերանս, ինչ է ուզում ասել։ Դու խոսքի վատ ես դու, այդ ինչ ես ասում, հասկանում ես ինքը ինչքան գորդի է, ինչքան գոռոզ տենց ոնց է, բայց չի նշանակում, չէ՞, դի որ ուսմունքն է վատը։ Դի ուսմունքը վատը չէ, նշանակում որ ինքը ուսմունքի մեջ ոչ մի բան չի հասկացել։ Հա, զրո է։ Այդ նշանակում որ ինքը ոչ մի պրակտիկա չի արել։ Ինքը պրոստը անգիր գիտի ու վсё։ Հա, չէ, ես էլ եմ իմ դասերին ասում, որ ինչ էլ ես դե քննարկում եմ, ձեր հետ ինչ էլ բացատրում եմ, այդ ընդհանուր գաղափարները 10-ից 1-ը իմ համար աշխատում, 10-ից 5-ը քո համար աշխատում, պիտի դու անպայման քո կյանքում փորձես։ Ես 5 հատ գաղափար տվեցի, քեզ բացատրեցի ոնց աշխատում, դու պիտի գնաս հերթով փորձես։ Որը քո համար աշխատելի է, դա քո համար թույն է, всё, դա էլ վերցնում ես անում ես։ Հա, այդ առումով, հա։ Հա, պետք է անես։ Դու իմանալ է вообще ընդհանրապես բան։ Հա, Հայաստանում հոգեվորականություն չկա, պրոստը չկա, ես չեմ ճանաչում, ես նայես չգիտես ինչ ախպեր, ես հնարավորություն չեմ ունեցել երբևէ որ ասենք ինչ որ միտեղ հանրային մեծ մասայի առաջ ինչ որ բան արտասանեմ խոսքի օրինակ բայց ցանկություն եղել է ոտանավոր ախպեր ու ցանկություն եղել է ուզում եմ քրֆեմ սաղին չէ ես այս թեմաները լուսաբանելու ախպեր հենց այս թեմաները լուսաբանելու թեման սենց է նայ ես գիժ եմ ախպեր ես Դիոգենի պես կարամ գնամ բոշկի մեջ կուչ գամ քնեմ ընկեր քնձռոտ կեղտոտ ելնեմ չեմ սիրում ասենք կեղտոտ ես մակրության համար ես խանգարվում եմ ապե հոգեկանս խախտվում եմ ասենք ուզում եմ որ մաքուր լինեմ խոսքի բայց հարցը չի հարցը բայց կարես կեղտոտել ես ոդի նորմալ է ես կարամ կեղտոտ լինեմ ռեկլամա այո չէ դες բաներ կա չէ կադրում ես չի կարելի անել են չի կարելի անել ստանդարտներ կա ստանդարտներ հա գիտես ինչից ենք խոսում որ մի ցեխից դուրս գա այն մեկը չունի ինֆորմացիան նենց լինի ստե Հայաստան Չէ որ հարցրիր ասցիր բանը ուսացել ես որ ասի հոգեվորականություն չկա որ ասցիր ուսացել ես այդպես լայն մասայի առաջ հա խոսալը հա գիտես էդի ոնց որ ասի ես գիժեմ հա ես կպատեմ այն խոսքի Դիոգենը ինքը բոճկի մեջ ապրող ճուվակ է եղել Սի կանավեքում գցած կեղտոտ մեղտոտ ինքը շատ ուժեղ ա եղել էլի ես էլ այդքան ուժեղ չեմ ախպեր ես ասելով իմ էգոն էլ այնքան չեմ թուլացրել որ կարողանամ ինձ այդ կարգի պրոֆեսիոնալ պահեմ էլի ասենք կոպտասած մեկը լինի հա այնքան բարձր լինեմ այդ դիրքում այնքան որ կարողանամ ասենք ընկնեմ կանավի մեջ գնեմ ու տոշնի լինի հա հələ որ չեմ կարում բայց ասենք կարող է ինչ որ բաներ կարում բայց այդքան չկամ հələ Բայց իրան ոնց էին վերաբերվում ախպեր մարդիկ վատ շատ վատ ախպեր հա էլի մի հատ բան էին սարքել գցեմ տեղավորը մեջը ու տենց տենց քնում ախպեր որտեղ ոչ մեկի պետք չէր ինքը հասկանում ես ախպեր բայց իրան պետք էր ինքը ինչ որ մեկին պետք է լինի իրան պետք չէր որ ինքը ինչ որ մեկին պետք է լինի բայց հանրությունը ախպեր ինքը այնքան անտարբեր է вообще տենց հարցերի հիմա հանրությանը պոֆիգ ապե աստված կա թե չկա հասկանում ես Դա առաջնային հարց չի ախպեր իրանց կյանքերում Դրա համար ես խոսքի իրանց ոչ մի բան չունեմ պրինցիպի ասելու ինչ ասեմ ապա եթե այդ մարդը խոսքի ինգեր եթե այդ մարդը փողի մասին է մենակ մտածում ախպեր իրան փող է պետք ինքը ուզում է փող ունենա մտածում ես 100%-ն էլ այտենց 100 չէ բայց ախպեր 99 ու էլի ինչ որ թվեր հա ասենք вообще ես չեմ հավատում որ 8 միլիարդ մարդ կա ախպեր ես Հայաստանի մասնավորից հա նու Հայաստանում էլ չգիտեմ ինչքան ապետ մարդը համար բանը դիվո ինչ են ոնց են հաշվում вообще որ այդքան մարդ են գտնում ես զարմանում եմ բայց ամեն դեպքում ինչքան է որ կան հա չէ ախպեր չէ շատ քիչ մարդ կա вообще որ ինքը իրոք ինչ որ բանով հետաքրքրվում է հասկանում իսկ այդ ինֆորմացիայի պակասից է թե տուպը ինֆորմացիայի այն շատությունից որը որ անորակա Գիտի էգրեգորների կոդերի ուժեղությունից ու թուլությունից է
Հիմա դες օրինակ sense մի հատ բան ասեմ ախպեր։ Sense հետաքրքիր բան եմ ասում, դա ասենք ով թեմայի մեջ է մի քիչ կոնը ինքը կհասկանա ախպեր։ Ասենք ոլորտ խոսքի օրինակ ֆուտբոլ ընտրենք։ Ֆուտբոլ նայում ես թե չէ։ Չէ, բայց պլյուս մինուս գաղափարում եմ։ Մոտալ ասենք տես ախպեր, մի հատ երրորդ մարդ, հա, երրորդ ֆուտբոլիստ, որը ասենք ինչ որ չճանաչված թիմից ախպեր գալիս է մի հատ ճանաչված ուժեղ ակումբում խաղալու։ Օրինակ Ռեալում գալիս է խաղալու կամ Բարսելոնայում գալիս է խաղալու։ Ինքը միանգամից ապե ասես մտ այնց սկաչոկ անում ախպեր։ Մտ վատ տեղից ճակերտների մեջ գալիս է մտ լավ տեղ ու իր այն վատ ֆուտբոլը էլի ճակերտների մեջ միանգամից դառնում է լավ ֆուտբոլ ախպեր։ Այն ժամանակ որ իրան sense նայում էր էսով այս գյադեն, հիմա որ գալիս է ֆորմեն փոխում է, արդեն ուրիշ ֆորմա ապրես։ Հիմա այդ ստատուսը ախպեր, ոնց որ այդ Ռեալ Մադրիդի էգրեգր էներգիան ախպեր, այդ ստադիոնի էներգիան, ֆուտբոլասերների էներգիան, ֆուտբոլի էներգիան ինչքան որ կա, sense կախված այդ տեղ ախպեր, որտեվ կա կախված տեղ էներգիան, այստեղ էս գրքերի էներգիան լիքը կա ախպեր, որտեվ իրանք ստեղ են։ Իսկ իրանք չգիտեմ քանի տարի արդեն ստեղ են, չէ ախպեր։ Իրանց էներգիան կախված է, իրանց էներգիան մեր վրա ազդում է։ Այդ նույն ձև ախպեր, այդ էգրեգրը, այդ մեծ կոդը, այդ մեծ էներգիայի սկուստը կա։ Ինքը ոսկե էս մարդուն ոչ մի բանից վերցնում դարձնում է ինչ-որ բան։ Այդ մարդը չի զասլուժի տանում, հասկանում ես, այդ ամեն ինչը։ Իրա վաստակածը չի։ Հա, ինքը իր թեման ունի, իր փոփոխակայելն անում է, բայց հիմնականը ախպեր անում է հենց այդ այսինքն էներգիան ախպեր։ Կոպիտ ասած մի հատ փոչի կա, հա, սպասի, Ռեալ Մադրիդ ակումբը իր ստադիոնով, ասես մի հատ փոչի կա, որ ընկար մեջը, ասես դու իրան ենթակա ես այդ էներգիային։ Հա, հա։ Ինքը ոնց այդ էներգիան աշխարհին ասում է, այս ձևի էներգիա է։ Հա։ Դու էներգիա, всё, դու դրան համապատասխան սկսում ես։ Հա, հա, դա տենց, ոդի ասենք պատկերացրա վախի էներգիան ախպեր, ինչքան կախված է ինքը ախպեր աշխարհի գլխին ասած։ Ամենախոսքի ամենաուժեղ բաներից մեկն է, էներգիաներից մեկն է վախի էներգիան, որ մեզի տենց կառավարում է։ Դու վախում ես այս անես, վախում ես այն, վախում, վախ։ Հա, ստե խոսքը չի գնում գզազատշան մասին Բաբշե չէ, դա արդեն ինչ որ sense ճյուղավորված, ինչ որ մանր բաներն են ախպեր։ Սա այդ ճյուղից sense ճյուղ գնում է վերջում կպնում է sense մի հսկա խոսքի պատկերացրեմ, sense մեծ ամպա sense կախված աշխարհի վրա։ Որ խտացած այդ վախի էներգիան է, ինքը sense թելերա գցած sense ինգերեսենց sense խաղում է։ Դրանց էլ չի լինի։ Չէ, ախպեր, չի լինի ինգեր։ Ցելել կլինի գիտես, երբ որ ոչ մեկս չվախենանք։ Բայց այդպես բան հնարավոր չի համարյալ, չգիտեմ։ Բայց դու չվախենանք։ Դու կարաս առանձին մենակ դուրս գաս ախպեր, պրոստը նայես վախի, տենաս, հասկանաս ճոգում ես, որ դու վախում ես։ Պետք է ռեակցիա ճոգես վախի ախպեր։ Դի հարցեր տաս, պետք է մտածես, այն ասածը դեպի 10 ամեն անգամ ապե որ ոսկի չգիտեմ, գնում ես գլխով խփում ես դրան ապե, երբ դուրը բացես, որ կարողանաս անցնես, ճոգիր չես կարող, ծխակես մեջով գնաս։ Ճանջի պատմությունն է, այդ ճանջի օրինակը շատ եմ սիրում բերեմ, որ անդադ գալիս է շուշին կպնում, տալի կպնում։ Լույս հետ արի մի հատ նայ, պրոստը նայ, դու որտե է բացնում, դու թռի։ Հա, հենց այդտենց։ Շատ են ճանջի նման այդպես դղ։ Նույն բանը։ Ասել քեզ չես կարա ջարդես այդ շուշը։ Հա, ու այդ էներգիաները դե պատկերացրա վախի էներգիան է անգեր։ Ոսկի դիա ձակերն են, դե տագնապն է անդել, կախվածությունն է, հա, ասենց։ Ու էսիխի այդ կախվածության թեման այդ անհատականության կազմարման մեջ դες հիմա ասեմ էլի, քանի որ վախի հետ ուղիղ համեմատական կարամ տանեմ։ Հիմա ասեմ, որ հասկանաս ինչ եմ ուզում ասեմ, ես լսողն էլ հասկանա։ Հիմա տես, եթե ոմն Սարգիս կամ ոմն Հակոբ, ոմն Գեղամ կապ չունի, ոմն անուն ախպեր։ Ինքը մեծանում է պուճուրից, մաքրությունից սկսում է ախպեր մեծանալ։ Ինֆորմացիայով լցվում է, այդ ինֆորմացիան իրան տալիս է մանկապարտեզը, դպրոցը, հեռախոսը, տելևիզորը, փողոցը, սաղ։ Ամեն մեկը մի քիչ մի բան լցնում է այդ երեխու մեջ, այդ երեխան վերցրեց իր գլխի մեջ, ուղեղի մեջ արդեն ոնց որ ձենը ավտոմատ միանում է, ինչ մասին ինֆորմացիա որ ստանում ես, պետք է արդեն ոնց որ գլխիդ մեջ դոստուպ ես ունենում այդ։ Բալես, էսի գիրքը։
գիրքը sense գնաց կապավ ուղեղիդ լսեց այդ գիրքը ախպեր հիմա վաղը որ դու տենում ես այդ գիրքը ընկեր մի անգամից ձենը հիշում ես գիրքը ախպեր այդ գիրքը դե տենում ես ընդ լսում ես ընդ հոտն ես քաշում համն ես տենում թղթի օրինակ չգիտեմ թուղթ կերած կաս ես կերել եմ բուժովա խեմ կերել չգիտեմ բայց կերել եմ հետաքրքիր է որովհետև այ դες ինֆորմացիա ինձ ստացել էլի չէ երեխեն որ ծնվում է ինքը Մասլոուի բուրգը ոնց որ Մասլոու էր մարդանը այդ բուրգի սաղ կետերով անցնում ենք էլի մենք բանալու այդ ամենաառաջինը զուտ այդ քասած ապրելու զարգանալու այդ ներքին այդ էգոյի վիճակը ինչ ոնց ես ասում այդ իքս մղումա որ հետաքրքրվես իմանաս էս ինչա այն ինչա հետաքրքրվես ուսումնասիրում ես հետաքրքրություն ապրես դու եկել ես դու ոչ մի բան չգիտես քեզ հետաքրքիր է ինչա կատարում вообще բայց այդ հետաքրքրությունը դու այն որ ասում են թևերը կտրեցին sense տնեցի այդ ռազետկեն ձեռնի չի կարելի օբշի հա տեղ ճիշտ են ասում որովհետև կյանքին վտանգավոր է բայց 90%-ն էլ անկապ տեղը սահմանափակումներ են դնում տուպը Վերջը ու նայի դիտես գեր շատ հեշտ է ասենք անունիկը ախպեր պուճուր անունիկը ընկեր օրվա մեջ անունիկը չէ անունիկը այո ինքը գարշոկ է նստում ախպեր կես ժամ մի ժամ պրոստը պարկաս նայմա պատալոկին ու բերանով փուչիկներ անում այդ հիշի միտքդ գարշոկի վրով մի հատ հետաքրքիր բան ասեմ երեխեն զարգացման այդ իր նախնական ընթացքը անցնում է 4 փուլով ու մեկը բերանի փուլն է ծծելու հաջորդը գալիս է արդեն հետանցքի փուլը կեղտոտելու հետո սեռականը այդ երեք փուլի միջով պարտադիր զարգացման ընթացքում զուտ կենսաբանական զարգացման ընթացքում դա անցնում է ու ամենահետաքրքիրն է նա որ սովորություններ կախվածություններ այդ դաժե գոմիկը չլնելը բան կախված է այդ զարգացման մեջ որտե է ասեմ ապե գոմիկները խին գոմիկ լսի ամենահետաքրքիրն է նա որ հենց երեխեն սովորում է արդեն նորմալ կեղտոտի ինքը նենց մի հատ բանա իրան աշխարհի տիրակալը համարում ասախի ասախի գիտեմ դες բան խի ասա որովհետև կարմա ծնողներին կառավարի իր կեղտոտել չկեղտոտելով կանչում է դրանով էլի չէ ոչ թե կանչում է նայ իր տնեցիկ ծնողները նո մամա ասենք որ մաման ասում է կեղտոտի ինքը գնում նստում կեղտոտում է մաման ուրախ է մաման ներվայնացրել է մի հատ կոնֆետա ուզը չի տվել չէ երեխան նեղված է մոր վրա մեն ասում է գնա կեղտոտի ասում է դա այնել տանջվի ասա դες քուգլոխն ինչ ջոգի ու տեից արդեն սա համեդոս է գալի Արա ինչ է Ստեյնդալ Սերմոնտես ախպերս սրանք չէի տեսել ախպերս գրքելը լավ է կանայեմ մի հատ հետո ինչ ախպեր հա ջոգի ինչ ես ասում ու հիմա շարունակեմ միտքս որ չմոռանամ ախպեր այս որպես փաստ էլի հետաքրքիր հիմա տես ինքը իր օրը երեխու ուճուր վախտվանից ախպեր ոնց որ բոլորին ես էլի մարդ ոնց է օրը ժամեր ունի չէ ժամեր ունի ժամերից է բաղկացած երբ որ դու արթուն ես ու երբ որ ասենք մարմինդ քնում հանգստանում է այդ արթուն ժամանակը լինելու համար դու պիտի ինչ որ բանով զբաղվես ախպեր ճիշտ է հա բալբոմը դու պիտի ժամանակը կազմակերպես ես սրա վրով հետո կասեմ հա պիտի ժամանակը ծախսես ինչ որ ձև էներգիատ քնած ժամանակ որ էներգիա հավաքվում է ախպեր այսինքն ասենց դու արթնանում ես էներգիա ցվրվում է ախպեր աշխարհով մեկ դու հենց քնում ես հավաքվում է մեջը դու հենց հանգստանում ես ախ մարմինը ախպեր օրգան համակարգը սկսում է ոնց ռեֆրեշ ալնում էլի դու պետք է ժամանակդ կազմակերպես հաց ուտես էս անես այն անես հիմա x ժամանակ հետո այդ քո օրը կազմակերպվում է ախպեր դու արդեն ունենում ես ապրելու ձև գրաֆիկ սովորություն ապրես դու սովորություններ ես հավաքում որ այս սրանով ես զբաղվում նրանով ժամանակդ կազմակերպելու սովորություն ու իտոգում դառնում է ասես երեխեքը էլի մեզ խանգարելու են ախպեր ինչ անեմ իտոգում դառնում է նենց որ x ժամանակ հետո քո ապրելը
կազմված է լինում ախպեր, պրոստը տուպը սովորություններից, որոնք դու պուճուր վախտվանից սկսել ես անել ինչ-որ բաներ, առանց հասկանալով միտեղ, մեկը սխալ, մեկը ճիշտ, կապ չունի, ասում քաոսային վիճակ է։ Դրա իմաստը, այդ քաոսային կասած վիճակի իմաստը այնա, որ երեխեն տուպը կենթանի մնա ծնողական ընտանիք։ Հա, տուպը, որտեղ երեխեն գիտի ինքը, եթե ոչ մեկ կողքը չեղավ, ինքը մեռնելու է։ Դրա ամեն ձևի հարմարվում է։ Դե երեխան գիտես ոնց է կարող է իր գենետիկ կոդի մեջ մահվան մասին։ Դե չեմ ասում դնում մտածում է որ մաման տնից գնա, չնայած ինչ-որ մի հատ պահի հետ էլ ալնում, մաման տնից գնա, ինձ մաճաշ սարքողով ալնելու, ես ով իսկ կմեռնեմ։ Հա։ Բայց մինչև այդպես կայնալ մտածել է, դա ինտուիտիվ ասած է այդ կոդի հիման վրա։ Ամեն դեպքում կոդով է աշխատում, հա, դա կարող է, օքեյ։ Ու այդ վախը, բայց նայ վերջում ինչ է դառնում։ Այդ գալի խաչվում է արդեն ուրիշ վախի հետ, էլի, այդ վախը, այդ մեռնելու չլինելու, այսինքն գալի դու սկսես հասկանալ, այսինքն դու չես հասկանում ախպեր, հիմա տես պարզ բան ասեմ, հիմա քո կյանքը կամ մեկի անունի կյանքը ախպեր, կազմված է, ասենք օրինակ հեռախոսի մեջ օրը 2 ժամ հեռախոսի մեջ է ինքը։ Դեմքեր կան օրինակ հենց այս նույն թռեցում ախպեր, դեմքեր կան որ վեճնի մեջն են ախպեր։ Հա, չէ զարմանում ես։ Մտնում ես դու իրենք ընկերն ինչ-որ խառը վիճենների մեջ են։ Չի կարա ախպեր, զբաղված մարդը, ես ինչ-որ մի պահի ես չէի ուզում դրա այդ համաձայնվեի, բայց հիմա հստակ է դա, ապա դու չես կարող անգեր խիստ զբաղված լինես, ինչ-որ լեցուն կյանք ունենաս ախպեր, տարբեր իրադարձություններով ու շարունակես այդքան մնալ հեռախոսի մեջ ապա։ Քո կյանքը ռեալ ուրեմն ախպեր пассив է։ Այնքան пассив է, որ դու ինչ-որ ձև փորձում ես լցնես քո կյանքը ախպեր հեռախոսով։ Հասկանում ես, մի կապ չունի սրեցնա ինչն է։ Լավա թե վատա։ Դա ոչ լավա, ոչ վատ, խոսքը դրա մասին չի, խոսքը նրա մասին է, պրոստը որ լիքը մարդ կա, որ կախված է դրանից, ախպեր, իրենք ասում են ես կախված չեմ դրանից, բայց չէ, բրատ, դու կախված ես դրանից, էլի։ Հա, որովհետև ուրիշ ձև չգիտեն ժամանակը։ Դու չգիտես քո ժամանակը ոնց ծախսես։ Դու չգիտես, դու չունես ձև ժամանակ ծախսելու, դա սովորել ես, այտենց ծախսում ես, ու այտենց դու շարունակում ես լինել։ Հասկանում ես, այսինքն քո օրվա մեջ, ախպեր, դու ունես 5 ժամ ծախսելու հեռախոսի վրա, ապա մի ժամ զուգարան բաղնիքի վրա, ապա մի ժամ ուտելու վրա, մի ժամ կինո նայելու վրա, մի ժամ գործի գնալու, այ դրանցից է բաղկացած, հələ մի հատ հանի այդ ոչ մի բանը մի արա ու պրոստը նստի տուպը, ոչ մի բան մի արա։ Չես կարա, ապա։ Հա չի լինի, դա էլի համասած գունգի մեջ է մտնում։ Դու չես կարա ոչ մի բան չանես, դու սկսելու ես վախենալ ախպեր։ Եթե մի քիչ պրակտիկատ խորացրիր, ոչ մի բան չանելու։ Ոչ մի բան չանելու պրակտիկատ, եթե մի քիչ խորացրիր, դու այդ սարսափը զգալու ես, ապա դու զգալու ես ոնց է, մեռնելը ինչ է։ Հասկանում ես, դու հասկանալու ես, ապա որ դու չկաս, դու մեռնում ես, դու հենց ունի մեռած ես։ Եվ այլ, էլի ախպեր, հիմա դրա մասին չմանրանամ։ Բայց դու պիտի կարողանաս այդ պրակտիկան անես, որտեղ եթե դու այդ պրակտիկան չանես, ես հիմա ինչքան է խոսամ ախպեր, ինձ դուս կասեն էսով այշեշ խոսում, հա, այն մեկը լավ անջատեք սրա ձայնը չլսեմ ախպեր, կամ չգիտի, էս տիպը։ Հա, բայ ոբշեմ ապա։ Իրանք գիտես ոնց դա լավ վախ անում, էլի վախը դուց sense իրանք բան հարցակ բան չէ, լավագույն պաշտպանությունը հարցակումն է։ Ինքն հենց է կազմակերպում, որ իրանք կհավաքվեն ապա կապիկներով խոսքի մի քանի հատ։ Ու իրար հետ ախպեր կսկսեն բոցեր վառել ին վրա, որպեսզի իրանք էգոն շոյվի դրանից ախպեր, որ այդ իրանք ներսի տագնապը իմ խոսալուց ինչի մասին որ ես խոսում եմ, որը sense գնում է խորքերը կպնում է իր միտը ինջոգիր սրտին, հոգուն մտքին ապա կպնում է, ինքը դրանից է սկսում վախենալ ախպեր, ինքը դրանից սկսում է վախենալ ու դրանից սկսում է պաշտպանվել ապա ու սկսում է այդ պաշտպանությունը հարցակումով ախպեր, սկսում է ինձ քրվել ապա չհամաձայնվել, քլնգել ախպեր ու իրանք հավաքվում են իրար հետ, սկսում են ին վրա խնդալ, որպեսզի այդ լարված բանը մթնոլորտը իրանց մեջից հանեն ախպեր, իրար շոյելով ախպեր։ Նա տենց օրգիա են կազմակերպում, էմոցիոնալ ախպեր։ Մեկը մեկին ինձ։ Լավն է։ Կարելի է գրել մոտը։ Էմոցիոնալ օրգիա։ Հա, ու իրանք շո ախպեր։ Անցան, ինձի մորցան ճոգիր։ Այդ պահը անցավ, այդ լարվածությունը իրանց մեջից դուրս եկավ, իրանք արդեն շո էլի նույն բանով կշարունակեն ապրել ախպեր։ Ասենք դաժե վաղը իրանք պիտի անդրադառնան էլի այդ թեմային, իմ խոսածածին, էլի եթե հիշեն, էլի իրանց մեջ էդի կառաջանա, բայց արդեն
ուղղակի արդեն գիտի ոնց այդ հարցը որ գելուց գցի տեղը, հա, ինքը էլի մի հատ կկազմակերպի ու էդի կգցի տեղը։ Ճոգում ես խնդիրն ինչու՞մն է։ Դրա համար որ ասում ես ախպեր ինչ որ բան ասես, ասելու ոչ մի բան չկա, գիտես ինչ կա, ես մարդկանց կարամ sense մի բան ասեմ, որ Հիսուսը ոնց ասեց ախպեր, բանին են փարիսեցիներին ասում, Աբրահամի վրա որ բան են խոսում, դե Աբրահամականն է, չէ՞ մեր կրոնը ախպեր։ Աբրահամից սկսելի է, հա, մեր կրոնը Աբրահամն է, էլի սկսել ախպեր։ Հա, Թադեուս Բարդողիմոս առաքյալները բերել են, դրա համար կոչվում են առաքելական, իրանք են այդ ուսմունքը բերել Հայաստան։ Չէ, կարող Աբրահամի խոսքն են բերել։ Ախպեր, դրամա Աբրահամ, այդի կարող այդ ջոգինց ասում։ Հիմա տես, այդ ես կարծեմ ասեցի, որ Աբրահամը տոտի մոտ գնացել է, սովորել է եւ այլն։ Գերմեստրիս Մենգիստի մոտ սովորել է։ Վերջը գլուխը չցավցնեմ դրանով։ Ինքը ախպեր այդ փարիսեցիներին այդ բաներին էլի իդոլապակլոնիկներին ովքեր որ ախպեր խաչ են կախում վզից ախպեր ու խաչը բանտաժը չգիտեն խաչը գիտես ինչ ախպեր խաչը ուզում եմ լսեմ մոլեկուլ է ախպեր ինքը լամինին մոլեկուլ կա կոչվում է լամինին այդ մոլեկուլը ախպեր մեր ատոմները sense իրար կպցնողն է ճոգում ես մեր սոսինձն է ախպեր որ մեր մարմինը մնա էլի sense չցավցրիվ չլինի ախպեր Այդ լամինինն է, խաչը որ մեզ պահում է, մեզ այդ նյութն է պահում, այդ մոլեկուլն է պահում, որ մեր մարմինը ախպեր լինի, որ մենք մարդու ձևով լինենք։ Խաչը տեղից է եկել, խաչի սիմվոլը ընդհանրապես։ Բայց էլ հարցր այդ քրիստոնյաների տակ, ինչ որ մեկը գիտի դրա մասին։ Բայց դա այդ ուսմունքի հետ կապ ունի քրիստոնեության հետ քո ասած նյութը եւ այլն։ Ուսմունքի հետ այնքանով կապ ունի, որ այդ է պատճառը, որ խաչը վերցրել են որպես սիմվոլ իրանց ախպեր։ Հիմնային պատճառը խաչելությունը չի։ Չէ, ախպեր։ Խաչելությունն ի՞նչ կապ ունի ախպերը։ Հա, կապ չունի, որտեղ մինչև այդ որ մենք հեթանոս էինք, սաղ տեղերն են հայկական։ Հա, մենակ իրեն չէ խաչը ախպեր, շատերին են խաչը ախպեր։ Այն կախարդ մախարդների են խաչը ախպեր, սաղին է խաչը։ Դրա մասին չի։ Հա, որ վերջը Հիսուսը որ ասում է, ես եղել եմ Աբրահամից առաջ։ Տենց արտահայտություն է ինքը անում ախպեր։ Եթե ինքն ինչ նշանակում։ Այդ նշանակում է, որ ինքը Հիսուսի մասին չի խոսում։ Հասկանում ես, ամբողջ Աստվածաշունչը ախպեր բոլոր կրոնները, բոլոր ուսմունքները ինչ որ կա, սա եսի մասին է։ Սպասի, Աբրահամը, հա, լավ, հա, տեղն ընկա։ Հիմա հասկացա, հա։ Ինքը ասում է ես բաներն էի խառնել, տեղերն էի խառնել։ Հա, ինքը ասում է ես եղել եմ Աբրահամից առաջ։ Այդ նշանակում է, որ միջև Աբրահամը կծնվեր դեն ինքը եղել է ախպեր, բայց ինքը ի նկատի չունի Հիսուսին, հասկանում ես, որտեղ Հիսուսը կերպար է ախպեր։ Այդ նայ մի դու ինչ ուսումնասիրել ես այդ պրիզմայով ես նայում բացատրում ճիշտ է։ Ես պրիզմայով չեմ նայում, չեմ բացատրում ախպեր, այդ տենց այդ ձևի մասին ես փորձում եմ մաքսիմում հեշտ բացատրեմ, որ այդ ձևն է, ապա հիմա որ դու ասում ես ես, դա Վահրամին վերաբերական չի այդ եսը։ Դու կարաս սխալ իդենտիֆիկացիայի արդյունքում, սխալ նույնականացման արդյունքում, այն որ ասում եմ ապա այտենց պուճուր, ապա մի հատ գարշոկ, մի հատ սավոկով, ապա քո էգոն հավաքվում է։ Դու սկսում ես դառնալ այդ գարշոկն ու սավոկը, հասկանում ես։ Դու կյանքդ դրա մասին ես ապրում։ Ժամանակը դրա վրա ես ծախսում։ Բայց դա չի նշանակում, որ դու այդ գարշոկներն ես էլի ախպեր։ Դու գոյն ես։ Հիսուսը խոսում էր գոյի մասին, ախպեր, լինելիության, ապա կյանքի մասին, եսի մասին, այսինքն եսը ախպեր, ես այն էությունն ախպեր, որ կա, դա կա, եղել է ու լինելու է միշտ հավերժ։ Ինքը կար Աբրահամից առաջ, ինքը չի ասում Հիսուսը կար Աբրահամից առաջ, ասում է ես կամ Աբրահամից առաջ, ես եղել եմ Աբրահամից առաջ։ Այսինքն եսի զգացողությունը, որ ես կամ ախպեր վերաբերական չի անունին, ազգանունին, մասնագիտությանը, ապա դա պրոստը լինելիությունն է։ Ինքը դրա մասին էր ասում։ Հիմա ես ինչ որ կարամ ասեմ ախպեր։ Ես կարամ ասեմ, որ ես, ոնց որ Հիսուսն ասել, ես կամ ախպեր Աբրահամից առաջ ախպեր։ Նախքան կրոնը լինելը ես եղել եմ, հասկանում ես, ես սկիզբն եմ ու ես վերջն եմ, ոնց որ ինքն էր ասում, ես ալֆան եմ ու ես օմեգան եմ։ Սա դրա մասին է, ապա եսի մասին է։ Ոչ թե Հիսուսի մասին ասում են, Հիսուսը Աստծո, դու էլ ես Աստծո որդի ախպեր, սա նայողները ով նայում է, սա Աստծո որդի են ախպեր։ Դի պրոստը ընկեր պետք է
Դու գաս դրան էլի, դու պիտի գաս հասկանաս, դի չպետք է ոնց դե ոնց այդ ոնցը եթե ինչ որ մեկին հետաքրքիր է, այդ ոնցի պակասնում ենք էլի։ Այդ ոնցի պակասնում ենք, բայց հարցը հետաքրքրվողները չկան, այդ հարցը տվողները բայց դրա համար էի ասում, մարդը եկավ մի հատ ցեխի մեջին մեծացավ, հասկացավ որ ցեխնի անոք ու չի, այն ինֆորմացիան դաշտը չկա, որ անելի մի հատ ուր ցեխի մեջ չգցի, հիշում ես, ես դրան այդ նկատի ունեմ։ Դե հարց տվողները որ լինեն, իդես ոնց պատասխանները հաստատ կարծեմ բանը մի 2 տարի առաջ, 3 տարի առաջ Արման Սաղաթելյան կար մի հատ ախպեր, որ դերասան էր, հաղորդավար էր, ինչ որ սերիալներում եմ կարծեմ հիշում թե բան։ Ես պրոստը խի եմ հիշում ախպեր այդ թեման, որտեվ ինքը բան արեց, ինքը ինչ որտեղ արտահայտվեց, ինտերնետում եմ տեսել էլի, ասեց ուր են հայ հոգևորականները, ասեց ուր են հայ բրախմանները։ Բրախմանը բանում հինդուիզմում այդ ամենաբարձր հոգևորական աստիճանն է, էլի։ Հա, ոնց որ մեր բանը կաթողիկոսը։ Չէ, ընկեր, իրանց մոտ այդպես բաներ չկա, այդ բրախմանը հոգեվիճակ է, հասկանում ես։ Այդ բրախմանը ավելի շատ պրակտիկայի արդյունք է, տիտղոս է, բայց այդպես մութական տիտղոս չի, հա, էլի ախպեր, ոչ թե պետք է, չգիտեմ, ախպեր, քո սարկաֆագների գլխին պլետով խփես, ոսկի ասես բարձր գոռացեք, ախպեր, հա, այսինքն ներքին պետք է, դու չես կարա։ Մի խոսքով առանց ճանապարհանցնելու չես կարա գալ։ Չես կարա, ապե, որովհետև դա կոնկրետ բաներ կա էլի ախպեր, դա ֆունդամենտալ այն որ ասում էի եկասի նիրվա կալպա սամաթխի, նա բան կա, սամաթխին հոգեվիճակ է ախպեր, երբ որ դու դառնում ես ամեն ինչ ու դառնում ես ոչինչ, էլի միաժամանակ համ ամեն ինչ ես, համ ոչինչ ես, որ դու այդ դրա մեջ ես ելնում, այդ ժամանակ դու դառնում ես բրախման։ Դու կարաս այդ տիտուլը տալիս են քեզ, բայց դու այդ տիտուլը կարաս ստանաս այն ժամանակ, երբ որ ուրիշ բրախմանի պատում ես ու ինքը կասի որ դու դրա մեջ եղել ես, հա, որտեղ դու չես կարաս լսես 1000 հոգ բրախմանի պատմություն, անգիր անես, ասում ես հիմիկվա ես բան շակերտավոր հոգևորականների պես, հա, ինչ որ բան անգիր անես, գնաս պատմես, բայց ես քեզ պրոստը կարամ մի հատ հարց տամ հասարակ ախպեր։ Ու դու հարցին չես կարա պատասխանես, ախպեր, դու պետք է փորձի մեջ լինես, որ հասկանաս, դու դրա պետք է առնչված լինես, ինգեր դու չես կարա մի աստիճանից միանգամից ոտդ գցես 10-րդ աստիճանին, հասկանում ես, դու պետք է հերթով գցես, ու երբ որ դու առաջի աստիճանի վրա կանգնած ես ու 10-րդ աստիճանին ասում ես, գիտես ինչ կա, ես բրախման եմ, ես քեզ երկրորդ աստիճանից բան եմ հարցնում, դու չգիտես, ախպեր։ Всё, դու սուտ ես խոսում, ես գիտեմ, որ դու սուտ ես խոսում, բայց ես քեզ դասի չեմ էլ ընկեր դնի 7 ժամ համոզեմ, ասեմ, հա, բրախման ջան, գնանք մի գործերի, չգիտեմ ինչով եք դու դեբիլներով որ հավաքվում եք ձեր մոտ, ոնց է հասկլա դնենք, չգիտենք, բայց մենք որ դեբիլներով հավաքվում, մեր մոտ դա դեպի ուրիշ ախպեր, հա։ Այդտենց, բայց որ հարց տվողները լինեն ախպեր, հեշտ է, ընկեր, նես չի դժվար է։ Դժվար չի, շատ հեշտ է, դրա համար էլ երևի ոչ մեկ այդ հարցը չի տալի ախպեր։ Սա վախենում են ախպեր։ Ես ոչ մեկ չի ուզում, որ Աստված լինի իրականում։ Որտեվ եթե Աստված կա, ուրեմն պիզդեց ախպեր։ Ուրեմն վաղը պատասխան տաս ճոգում ես ընկեր ինչ որ բաների համար ախպեր։ Ու ոչ մեկ չի ուզում ապա իր արածների համար պատասխան տա, որտեվ իր գլխի մեջ սաղն գիտեն, որ ես այս քաքը կերել եմ ախ։ Հա, 100%, դա տենց է, բայց դու մի կարաս չեն հենց անես, որ մինչև այս պայն կերած այդ քաքերը սաղ մարսես, կոպիտ ասած, ու վաղվանից էլ ոչ մի քակ չուտես։ Հա, ախպեր, հա։ Բայց վախենալու ինչ կա։ Վերջի պատասխանին էլ բաց ճակատով գնում ես ասում ես մինչև ստե քակ եմ կերել դրա համար պետք է ընդունեն ախպեր որ կերել են այդ քաքը իրանք չեն ընդունում ախպեր իրանք չեն համաձայնվում որ իրանք սխալ են արել ապրես ոդի շատ մեծ վատ բան է դե հա բայց ապա դա էլ վատ չի ոչ լավը ոչ վատ ձև է ես պրոստը վերաբերվում եմ սենց ախպեր ամենավերջում հիմա սենց է վիճակը չէ բայց այդ վիճակի 50%-ը քեզանից էր կախված որ կարող չլներ այդպես Հիմա ես ու դու ստե նստած ենք։ Ես 16 տարեկան երեխա էի ախպեր։ Ֆուտբոլից հելա։ Գիտես խեմ հելա ֆուտբոլից, որտեվ ախպեր պապայիցս ամսական, չէ, կներես, շաբաթական $200 փող են ուզել ախպեր։ Որպեսզի ես
հիմնական կազմում խաղամ։ Միջև էս հիմնական կազմի ֆուտբոլիստ եմ եղել ախպեր։ Լավ եմ խաղացել, բաց չեմ խաղացել։ Ոսկի ազգային հավաքականի համար բանի եմ պատրաստվել ընկեր խոսքի այդ որ ասենք ազգային երիտասարդական հավաքական ինձի տան խոսքի խաղամ, հա էլի այս կետի քիչ բան չի ախպեր։ Որ նայում ես էլի սպորտի ասպարեզում դա քիչ չի, եթե ես ազգայինի հավակնորդ տղա եմ, ուրեմն ինչ որ բան ինձ ներկայացնում եմ ախպեր։ Ես այդպես տղա եմ եղել ու մեզնից $200 փող ուզին ախպեր։ Պապան естественно չկարողացավ տա ախպեր, այդ մանավանդ ասենք 18 տարի առաջվա բան եմ ասում, 17-18։ Այն ժամանակվա դոլարն է մի քիչ ավելի թանկ էր ախպեր։ Ամսվա տրվածքով $800 ախպեր, այսօր էլ նենցա որ միջինից բարձր փող է ախպեր, հա։ Չեղավ ես դուրս եկա ախպեր լացելով, в общем, մանթոնգա ջոգիչան խաղցնում, в общем, քֆուրքի աֆարս կապի շոյերս անի շպրտի դաշտի մեջ տղաս ես գնացի, այլ չեմ գալ։ Ու տենց հելել եմ։ Ընկեր եկել եմ տուն, տան ճամփին մտել եմ սիգարետ եմ առել։ Ու գնացել եմ տուն ախպեր։ Այդ օրվանից ես սկսել եմ ծխել, որ օրը որ ես ֆուտբոլից թողեցի։ Խի եմ արել ախպեր ես այդ։ Ով է ինձ ստիպը որ ես դա անեմ։ Պրոստը ֆուտբոլի կոդը ախպեր իմ մոտ ավելի ուժեղ էր, քան ծխելու կոդը ընկեր։ Հիմա ֆուտբոլի կոդը թուլացավ, ես ֆուտբոլի կոդը թողեցի, հանգա ախպեր ծխելու կոդը, մանավանդ փողոց դուրս, սա ծխում են հետաքրքիր էր ախպեր, ես էս հոտ։ Մտածում ես, այնց մի հատ տարբերակ չկար, որ դու մնայիր, խաղայիր ու այդ Կարող է կար այդ բանին ես չեմ հասկացել ախպեր, էմոցիաներին տրվել եմ, հելել եմ, գնացել եմ ու տենց եմ, այդ ճամփով եմ գնացել։ Բայց գիտես ոնց ախպեր, այդ ժամանակ եթե դու պիտի հասկանաս ախպեր, ինչա կատարվում ընկեր, քո հետ, ոնց է աշխատում, դժվար է։ Ապա շատ դժվար է, ընկեր, չի կարելի հասկանալ։ Ես հիմա կարամ պաշտոնապես ասեմ ախպեր, որ ես մինչև 26 տարեկան համարը ոչ մի բան չեմ ջոգել ախպեր։ Ես քնած եմ եղել ախպեր, տուպը մարմնի մեջ ախպեր բժժած քնած շողուլի ծնգած ախպեր չես ջոգում ինչ կատարվում հասկանում ես։ Պրոստը տուպը ինֆորմացիա, տուպը սովորություններ, պրիվիչկեք են ու դու այդ պրիվիչկեքի հիման վրա քեզ ինչ որ ձև դրսևորում ես այս աշխարհում։ Կոդերի հիման վրա հասկանում ես, դու չես ընտրում ախպեր։ Դու չես հասկանում լավը որն է ու վատը որն է, ջոգում ես։ Դե իրականում չկա, դրա համար չես հասկանում։ Դու չես պատկերացնում որ չկա, որովհետև քեզ անդադ ասել են սիլավայնի վատը։ Всё, ես տենց եմ սովորել։ Դրա համար ուզում ես մի հատ լավ ու վատ անես, ջոգում ես որ չկա, դա էլ դեմա քո պատկերացումն որովհետև պատի լինի, ասես լավ դե հենել այնց։ Այսպես բան ասեմ, փողոցային կյանք։ Ոնց են ջահելները սաղսել մի անցնում են այդ փողոցային կյանքի մեջով, տղեկս մանավանդ ախպեր։ Աղջիկները դե չէ բնականաբար, բայց տղերքը այդ փողոցային կյանքի մեջով անցնում են ախպեր։ Հələ Եվրոպա չենք, որ ինչ որ չգիտեմ, այդ պանյացյաները չլինի, ցավս անցնում ենք։ Ու փողոցում կա հասկացողություն լավ տղա ու վատ տղա ախպեր։ Ու կա բան, բացատրություններ էլի։ Լավ տղեն որն է, վատ տղեն որն է ախպեր։ Ու դու արդեն դու ոնց որ դու չունենալով փորձ ախպեր կյանքում կոնկրետ ինչ որ իրադարձություններում դրսևորվելու քեզ արդեն ասում որ լավ տղեն պատի այ սենց անի վատ տղեն էլ այ սենց է անում ու դու արդեն մի հատ ինչ որ определённый սիտուացիա է գալի քո մոտ որ դու արդեն ջոգում ես որ լավ տղեն պատի այ սենց անի լսել ես պրոստը հա ու անում ես ախպեր դու էլ չգիտես դի ճիշտ էր սխալ էր մի լավ էր դի թե վատ էր ախպեր Չխի էր ընկեր իմաստը որն էր այդ ամեն ինչի առանց հասկանալու ախպեր տուպոյություն մի դեմի երեխային ախպեր ես իմ փայական ինձ ինչ ուզում եմ ասում լավ եմ անում ես այտենց եմ արել ախպեր ինչ որ հա դե մենակ դու չէ հա ու մեծ մասը տենց անում է առանց հասկանալ անում է ինքը ախպեր ու դե ինձ ասա ախպեր ոնց է երեխան ջոգի ախպեր որ գիտես ինչ կա տղա ջան դու հələ պետք է մի 16 տարի ընկեր այդ քաքերի մեջ լնես ընկնես հելնես ծխես դանակը հասնի ոսկորին ախպեր որ դու նոր ինչ որ բան ջոգես հասկանաս այս կյանքում ու ինչ որ բան փորձես փոխես հետո հա իմ պրոստը ասածն է որ հենց հասկանում ես ուզում ես բան փոխես դժվար է որովհետև շատ դժվար է ոչ թե քո ներքինը այլ զուտ ինֆորմացիայի պակասը ինֆորմացիայի այսինքն գիտես պակասը որն է մի հատ բլոգեր կա անունը չտամ բայց այդ նույն այդ հնդկական այդ բաներն ամեն ինչ ուսումնասիրում աշուտ գնում հայա գալիս է հայա հա աղջիկը
գնում է գալիս է շուշուտ նայում ուսումնասիրում է, բայց ասենք ես որ կարդում եմ մի բարբերություն իր ասածից, ես ոնց հասկանում եմ ու իր բացատրածը երրորդ դասարանցու համար ոնց որ լինի։ Ինքը նախ բան չի հասկացել այդ տեքստից, այնց քո ասած անգիր արածը տենց ասում է։ Ու իրան էլ լիքը մարդ լսում է, այդ էլ ընդունում է որպես ճշմարտություն, ու գնում է կյանքը տենց լսածով դասավորելու։ Իբր թե նորություն է։ Ես էտա որ մի ցեխից դուրս ես գալի նույնպես մի ցեխը որակով նորմալ։ Այդ ինձ այդ ինֆոցիգաններն են, էլի ախպեր, իրանք շատ են ապրում, մանավանդ էս վերջի շո։ Էսի բանից սկսած ես մատերիս վրա կարամ հաշվեմ, շատ կներես այդ ինֆոցիգանների վրա։ Ես էս կուրսը որ տանում եմ դասերը որ գնում եմ, ինձ ասում են սրա համար արժե գումար վերցնել։ Պատկերացրու Տորպալ էլի ես գումարի մաչի ես պետք է Չէ նորմալ մարդիկ շատ էլ ապրես նայ մի հատ ես մի քանի տարի առաջ երևի մի 3-4 տարի առաջ ախպեր մի հատ էլի տղամարդ էր ախպեր հայ էր ինչ էր տարիքով յոգայի թեմա էր ախպեր անում ու փողով ախպեր ու բանում այն վաղտել էս թրեդսում չէի էլի Facebook կար էլի մեզ ես ինտերնետում իմ անցկացրած ժամանակը եղել է բուկվալնա մի կես տարի մի տարի ախպեր տենց 27-28 տարեկանում ու 26-ի կեսերից մինչև 27-ի կեսեր այդ ենք где-то մեն ժամանակ չեմ բանել էլի շատ վերջը դրան բերեց մոտս ախպեր մի երկու անգամ հասկացա որ փողով է այդ ինչ անում է փողով է անում ախպեր Դե ես էլ արդեն այդ պրակտիկաներից մեջ եմ, որտեղ հետսնես բաներ էր եղել, ախպեր, որ ոսկի փակվել եմ սենյակում 4 տարի համար է, ես ախպեր ոչ մի կյանքի մեջ չեմ եղել էլի, ախպեր, սոցիալական կյանքի մեջ ոչ մի ձև չեմ դրսևորվել տունը, ասենք լամաջոական դիետայի վրա էլի, բանդրան տակից էին ուտելիք տալիս, ասենք այդպես չէի ելնում, ախպեր, սաղ կարդում, լսում ու պրակտիկաներ էի ու այդ շուվին բան գրեցի ախպեր իրանց այդ բանը ռեկլամի տակ մտա գրեցի ասի շկապիկություն եք յանի անում էլի ասի փողով եք ասի մարդկանց խոսքի դուք ասենք այն ինչ որ յակոբի դու ուզում ես տաս ասի բարոյախրատական թեմա է կյանքի մասին ուսմունք է խոսքի ախպեր յոգա ես դու տալի ապա յոգին է դա բանն է պրավադնիկն է ախպեր յոգա նշանակում է կապ աստծու հետ вообще ոչ թե նշանակում է շպագատ ռետուղով հասկացար դա կապ աստծու հետ այդ վարժությունները որ իրանք անում են գիտես խեն անում ապա այդ վարժությունները ուշադրության կենտրոնացման համար է դու քեզի միշտ ընկեր տեսել ես կոնկրետ ձևի մեջ քո սովորություններին համապատասխան ձևի մեջ դու քեզ չես տեսել անսովոր իրավիճակներում դրա համար այդպես տարօրինակ պոզաներ կա որ sense արածես պետք է մնաս ախպեր որովհետեւ քո գիտակցությունը ախպեր բռնի մի հատ քեզի խոսքես ինչ ես անում ախպեր ճագիր որ կարողանաս կենտրոնանաս հա ու կարաս sense անես կարաս նենց անես կարաս շարժվես բան մի պերիոդ կա մոտավորապես մի ամիս երևի ամիս կես որ պատահական գիշերները քնիցս հելնում էի ախպեր ձեռները sense էի անում ու շատից սկսում էի նայել ձեռներիս ախպեր որ զարմանում էի ախպեր նայում էի ձեռներիս ու զարմանում էի ասում էի ես ձեռներ ունեմ ախպեր ճոմես ուսես նայում էի ախպեր ֆռում քնում էի ապա մի ժամ հետո հելնում էի sense ռեսկի տեղից ես հելնում նստում էի sense ձեռներս բաց հաչե տեղը հա բայց զարմանալի բաներ է ալնում երբ որ դու սկսում ես պրակտիկա անել ապա հետո սկսում է անգեր իրոք բան հրաշքներ է սկսում հետո տեղի ունենալ հասկանում ես ախպեր իրոք հրաշքներ որ դու սկսում ես ինչ որ բաներ գիտակցել զգալ ապրել ախպեր այնց էմոցիաներ ես ապրում որ դու կյանքում չես ապրի էլի եթե պրոստը ասենք անես այն ինչ որ անում ես շարմաուտնես մտնես գործի դուս գոստը հա ադնաբրազնի կյանք է ախպերը տենց դու ոչ մի բան չես անի պետք է քեզի մի քիչ տանջես էլի ախպեր իսկ այդ տանջելն է նրա տառապանքն էլ ախպեր ինքը սիրուն բան է էլի սիրուն process է вообще տառապանքը որովհետև Երբ որ դու քո սովորությունը տառապանք էլ ասել մի քիչ սխալ է էլի դա էգոյի տառապանքն է ախպեր գիտես ոնց նայ ասեմ հիմա տես բայց դու չես տառապում դու սովորում ես նոր ձևի այդ ամեն ինչը դու ցավով ես սովորում այդ նոր ձևի դա հեշտ չի ախպեր նո դա այսինքն քո հինն ու քո նորը իրար հետ կռիվ են տալի էլի դա դասի հին ու նոր չկա
Չկա։ Եկել ես հասել ես 26 տարեկան ոնց ապրել ես, ու դու 27-ում զգում ես, որ ինչ-որ պրակտիկաներ ես անում, այդ նորությունը։ Ու 26 տարին ասում արի ասեմ հələ։ Ինքը չի ուզում, ինքը բաց չի ուզում բաց թողի, Ինչ տարապանքել չէ՞ էլի ինձ թվում է այդ նկատի։ Դե կարող է մի քիչ տարապանք չի, եթե ուրիշ ինչ-որ դիտանկյունից ես նայում, հետաքրքիր փոփոխություններ է ախպեր, որ չգիտեմ, ուրիշ տեղ ես աճում խոսքի։ Բայց էգոտ կազմված է գարշոկից ապե ու սավոկից ու փուչիկ անելուց բերանով հետո ինչ որ աղջկա մազերը քաշելուց ու երբ որ դու ապե պահը գալիս է որ այսպես դիրքով գնում ես ռետուզը հակնում կայնում ես ախպեր դու տարօրինակ բան ես անում էլի ինքդ քո համար ախպեր ու քեզ դառնում է հետաքրքիր խոսքից ինչ եմ արա խոսքի խեմ էշ կայնած եմ խոսքի ու պետք է այդ պոզը խոսքի մի ժամ սենց արած ոտերդ խոսքի խաչած ձեռներդ սենց արած սենց կայնես ախպեր ու նայես ոչ մի տեղ են գերխոս Դոմես այդ ժամանակ ապե ոնց որ քո ուշադրությունը ախպեր համ կենտրոնացած է համ չէ ինքը կամած կենտրոնանում է ախպեր ինչի վրա քո ներկա պահի վրա է կենտրոնանում հա թե դու ինչ ես արել ուստև դու չես կարող սենց անես ախպեր ու սենց մտածես ախպեր խոսքի որ ես շուտ անեմ պրսնեմ եթեմ հաց ուտեմ որովհետև անհարմար է քեզի կարաս մտածես հաց ուտեմ բայց չես կարող շարունակես մտածել որ հետո գնամ ես իմեն հետո որովհետև ստեղ ձեռները լարվել է արդեն ավտոմատ ուշադրությունդ գալիս է ստե ձեռների ախպեր դու էլի մնում ես ստե չգիր էլի մնում ես տարածքում հիմայի մեջ ես մնում այդ պրակտիկաները դրա համար է ախպեր հիմայի համար է որ դու այդ պոզաներով կայնես մնաս հիմայի մեջ ախպեր որ հիմայի մեջ քեզի կարնաս տենաս գազ բացայտես եւ այլն որ պրոցեսները սկսի տեղից շարժվել էլի ապե որտես քարացած չմնա Հա, այդ դրա մասին է, էլի, ոբշեմ, այդ յոգան այդ կապն է Աստծո հետ, դու այդ ժամանակ կապը զգում ես Աստծո հետ, դու հասկանում ես, որ դու իր մասնիկն ես, ախպեր, որ էս էլ է ինքը, էս էլ ընկեր, էս էլ ապե ամեն ինչ, ու դու իր ինչ որ մի հատ մասնիկն ես, ձևն ես, էդի այդ կապն ես դու։ Յոգինը այդ մարդն է, ով որ պիտի իր կապը իր Աստծո հետ ու դալշի իր կյանքը կազմակերպում է հիմնվելով այդ գաղափարի վրա, արդեն որպես ոչ թե տեսություն, այլ պրակտիկա։ Բայց ոչ թե էլի որ ինչ որ մեկը ասում է ապե 25000 է մի ժամ լեկցիա եմ կարդում խոսքի կես ժամ է իրար հետ նստում շնչում արտաշնչում ենք վատ եք դուք շնչում դուք չեք շնչում արտաշնչում ապե դու չես կարող շնչես արտաշնչես դի կյանքը քո փոխարեն ախպեր Աստված ողորմած է անգեր ինքն հենց է կազմակերպել որ դու շնչես արտաշնչես ոչ թե դու ես դա անում մեկ էլ թողում է կառավարես Դու այդ թողում է որ կառավարես, հա, բայց չի նշանակում որ դու կարաս անդադար էդի կառավարես, որտեվ ես դրա մասին էլ եմ մտածել, դա շատ վատ ծանր պրակտիկա է իմ կյանքում ախպեր, որտեվ ես ոչ մի բան չէի արել, նստած լացում էի ու շնչում էի ապա, ու ոչ մի բան չէի անում, որտեվ ինձ թվում էր ես եմ դա անում, հասկանում ես, ինձ թվում էր ես եմ շնչում արտաշնչում ու հենց իմ միտքը շեղվի ուրիշ ուղղությամբ ես խեղդվեմ ախպեր Այդ նավյազչիվի իդեան ապա մտել էր գլխիս մեջ ու չէի կարող ես դրանից ազատվել ախպեր։ Իսկ պրոստը տուպը նստած շնչում արտաշնչում։ Ուրիշ ոչ մի բան չես կարող անես ախպեր, հենց միտքը չի թողում որ շեղվի ճոգիր ինչ որ ուղղությամբ ինքը բերում է։ Տանջվելով ախպեր, լացելով, ցավով, տառապելով ախպեր։ Գիտես մարդուն պետք է ապա հասցնես նենց վիճակի որ ինքը իր ոչնչությունը զգա։ Երբ որ մարդը իր ոչնչությունը չի զգում ախպեր, իրան թվում է թե ինքը բանն է, վերին արտի ցորենն է, աշխարհը իր շուրջն է ֆռնում։ Ապրես ինքը ոչ մի ինքը իր էգոյի մասին է, իր էգոն այնքան ուռած է ախպեր, որ իրան вообще տենց մորե պակալեն է, էլի ապա ծովը իր ծնկներից է։ Ինքը ոչ մեկից օգնություն չի խնդրի, ապա մենք ոչ մեկից բան չենք խնդրում ապա, մենք սա տոշնի է մեր մոտ սա բան։ Այդ տենց խոսքի ինքը տենց ասում է կամ քիթը բարձր աղջիկներ են լինում։ Այդ տենց դեմքերը ախպեր, տենց մարդիկ հիմնականում ապա իրենց կյանքը անպայման ախպեր, ես խոստանում եմ, որ անենց եմ անելու, հիմա անում եմ արդեն process-ները գնում ախպեր, որ յուրաքանչյուրի քիթը կպնելու է պոլին ախպեր։ Նենց վատ դու էլ չանես իրանք դու հասկացար ես եմ անում եսը չանեմ ես եմ անում
իրանց քիթը պետք է կպնի պոլին, որ իրանք իրանց ոչնչությունը զգան ու որպեսի կանչեն ախպեր, որպեսի աստված կանչեն։ Միջև դու աստված, ապա որտեվ դա գիտես ինչ process է, դա կոդ։ Բայց դա այն ամենա ինքը փրկության կոդը, որ ասում են, Հիսուսը փրկիչ է ախպեր։ Հենց այնպես չեն ասում ախպեր։ Հենց այնպես չեն ասում, որտեվ Հիսուսի էգրեգորը, Հիսուսի կոդը ախպեր։ Աշխարհի ամենաուժեղ կոդն է։ Ամենաուժեղ կոդն է։ Եթե դու այդ կոդին թողում ես, որ ինքը մտնի քո մեջ, ախպեր, որ սիրտդ բացում ես Հիսուսի առաջ, ախպեր, որ դու իրան ընդունում ես որպես քո փրկիչ, ինքը քեզ այնքանով է փրկում, ախպեր, որ դու այդ քո ոչ ու փուչ վիճակում, այդ քո գոռոզ ընկեր վիճակում Աստված ես կանչում, ախպեր, ու այդ ողորմությունը գալիս է քո մեջ, հասկանում ես։ Այդ ողորմությունը գալիս է քո մեջ, քո վախերը կորում է, ախպեր։ Քո ցավերը կորում են, ախպեր։ Քո ամեն ինչը կորում է, անգեր, պրոստը, ախպեր։ Ու այդ ողորմությունը լցվում է մեջ, դու այդ ժամանակ ճոգում ես, որ ինչ որ բան կա, հասկանում ես, այդ քո նյութապաշտությունը։ Հա, այդ եմ որ ասում դանակը պետք է հասնի ոսկորին, ապա քանի դանակը չի հասել ոսկորին, ինձ տնեցիք տատիս, երբ ես տնից դուրս կգա, ինձ ասում էր Աստված քո հետ։ Որը երբ տնից դուրս կգա, ասում էր Աստված քո հետ, ապա այստես էր հասել։ Ապա այն աստիճանը որ կռիվ էի անում տատուս հետ։ Ամեն անգամ ասում էի մի ինձ ճամփեք Աստծո հետ, ասում էի ես մենակ եմ, Աստված չկա ախպեր։ Այդ տիպի չոր կողնգեր, քիթս բարձր գոռոզ տղա եմ եղել ես։ Ու բայց դա բերեց, դաժե այդ ասում ախպեր, Աստվածաշնչի մեջ դրա մասին է կագրած, ասում է ինչքան ինձ հեռվանաս, այնքան իմ մոտ ես գալու։ Դա ինձ այդ բանի նամակ, հա, ինչքան ինձնից հեռու գնաս, այնքան իմ մոտ ես գալու։ Հա, որովհետև ապա դու ինչքան գնացիր, ինչքան գոռոզ քեզ պայծիր, մի օր քիթոլին կապնելու, հա, այնքան վատ է։ Ինչքան հեռու պայծ քեզ, այնքան վատ արնելու, պալբոմը հետ։ Պալբոմը, հա, մեկ էլ այդ բանի նկարնել է, էլի դրա մաս, անառակ որդու վերադարձը Возвращение блудного сына, ապա դա ես միշտ ուրիշ բան եմ ասում դրական փոփոխություններն անխուսափելի են։ Հա, այն այդ նույնն է։ Հա, ախպեր։ Դե ուզես չուզես փոխում ես։ Ու դա էլ ասում եմ, բանի պես ախպեր, որ դու արդեն անճար ես ջոգում, ասենք ես մեռնում եի ախպեր։ Ես զգում եի, որ մեռնելը գիտես որն է, պատկերացրա գիտակցությունը դուրս է գալի, սենց մարմնիդ մեջից դուրս է գալի։ Դժվար պատկերացնեմ, բայց դժվար պատկերացնես, բայց գիտակցությունը մարմնիդ մեջից դուրս է գալի ու ուղղակի դա հասկանում է ախպեր, ֆիքսում է այդ պահը ու վախենում է։ Հասկանում ես, որտեղ ոչ թե գնում է ախպեր, գնում ես ընկեր սենց։ Անգնում ես ախպեր, կտրվում ես, հասկանում ես բաներից։ Զգայարանները ախպեր չես զգալու, էլի, հենց գնաց ոնց է, ուշագնաց մարդը ախպեր ոչ մի բան չի զգում, չէ՞, չի տենում, չի լսում եւ այլ եւ այլ։ Քնած վախտել ես մեկ մեռած սպասոցի։ Հա։ Մեզ էլի պահում է ախպեր կյանքի լինելիությունը, կյանքի էներգիան մեզ պահում է ախպեր։ Բայց գիտակցությունը ախպեր, ինչ որ չգիտեմ ինչ հարցերով գնում է, գիտակցությունը գալիս է, դու զարթնում ես ախպեր, հանգստացած արդեն։ Սաղ տեղն է։ Հա, սաղ տեղն է ախպեր։ Բայց երբ որ գիտակցությունը գնում է, ուղղակի ֆիքսում է այդ վախը ախպեր, ինքը դա մահվան վախն է։ Հասկանու՞մ ես, մեռնելու ժամանակ դու դա զգալու ես, անպայման։ Մերսի։ Հա, բոլորն են զգալու։ Ու այդ կոդն էլ կա մեր մեջ ախպեր։ Մահվան վախի կոդը կա մեր մեջ։ Ու երբ որ դու այդ վախը զգում ես, դու զգում ես հիշում ես ախպեր, որ այդ վախը ախպեր դու էլի ես զգացել ու մի անգամ չես զգացել, հասկանում ես, դա քեզ ծանոթ վախ է։ Այսինքն ես մի ես ընթացքում, նենց չէ ոնց որ դու, որտեղ ինչ որ դու ես անում, ես չեմ անում, բայց այդ նույն վախը ինչ որ ելնելու է մեռնելուց վախ, ես արդեն զգացել եմ մի քանի անգամ։ Հա, բայց այդ չէ, հա։ Հա, բայց ես չգիտեմ որ դա է, էլի դա պարզ է։ Հա, դու ասելով մենք Վահրամի մասին չենք խոսում։ Հա, Վահրամի մասին։ Հա, դու որպես ինֆորմացիա ունես դա, հասկանում ես։ Կա արդեն։ Այն Ակաշի քրոնիկները որ կա, որ ասում են ախպեր ամեն ինչ այդ քրոնիկաների մեջ, այդ քրոնիկան կա ախպեր, այսինքն յուրաքանչյուր ինֆորմացիա աշխարհում կա։ Կապ չունի եղել է, թե ինչ որ բան լինելու է։ Ու դու գիտես թե չգիտես, հա, դա կա ախպեր։ Այսինքն այնց բան չկա աշխարհում, որ չկա։ Հասկացա՞ր։ Այսինքն ամեն ինչ կա ախպեր այս կյանքում, այս աշխարհում։ Անենց մի բան չկա, եթե քո մտքով կարա ինչ որ բան անցնի, ուրեմն դա ռեալ է, դա կա ախպեր։ Բայց դա արդեն ոնց պետք է գազ հասնես դրան ախպեր, դա արդեն ուրիշ հարց է, հա։ Այսինքն այդ ինֆորմացիան դից կա, դու հիշում ես, որ բլին, արա ես միլիոն անգամ մեռել եմ ախր։ Ապա հա, կամաց ծավալ բան անենք։
ծավալենք ավելի։ Ոնց է, в общем, հելնենք։ Դու հիշում ես, որ այդ վախը դու ապրել ես արդեն։ Հասկանում ես, ու դա շատ ջեկպոտ կշահես, եթե դու կարողանաս դա հիշես։ Դու հիշում ես, դա նշանակում է, թե դու հիշում ես, որ արդեն մեռել ես, բայց հիմա կաս։ Դա արդեն լավ է։ Հա, մի ուրիշ բան։ Ու դա իմ հետ հանգստություն ասած բերում քեզ ախպեր, որ դաժե հետո այսինքն մեռնում եմ ոչ էլ կամ էլի տալու։ Հա, դու ոչ մեռնում ես, ոչ էլ կաս ախպեր։ Ոնց որ էլի Հիսուսն էր ասում էր ես չեմ ծնվել, ես չեմ մեռնելու։ Այսինքն այդ եսը այդ գոյն է, էլի գալիս ենք դրան ախպեր։ Սաղ Աստվածաշունչը դրա մասին է ախպեր։ Սաղ ինգեր, չգիտեմ, ինչ կնոն ուզում ես բեր ախպեր, ինչ ուսմունք ուզում ես բեր, որ թվականի ախպեր, որ մայր ցամաքի ախպեր, ես էդի քեզ կարամ ախպեր, սիրուն ախպեր, ամեն տեղից գտնեմ, հիմքը նույնն է, հիմքը ես եմ ախպեր։ Հիմքը ես եմ, հիմքը ես կամ, всё։ Ու հենց հենվում ես դու այդ ես կամից, արդեն մեկը մի քիչ ուրիշ ձև բացատրում, մեկը մի քիչ ուրիշ։ Բայց դու սա հասկանում ես, դու արդեն հասկանում ես այդ ինչի մասին է։ Երբ որ դու էդի բացահայտում ես քո լինելիությունը հավերժության մեջ ախպեր, որպես հավերժ պահ, արդեն դառնում է ախպեր առաջի դասարանի դասագիրք պրոստը, ինչ ուզում ես կարդալ։ Вообще, մարդուն դու նայում ես, մարդու գործերը, խոսքերը եւ այլն, մարդը դառնում է քո համար բանապե, ինչ ասեմ, խաղալիք։ Իսկ այդտեղ արդեն պրոստը քանի որ դու գիտես քո մեջ այդ ողորմությունը մտել է, ողորմությունը կա, արդեն դու ես սկսում ողորմություն ցույց տալ այդ մարդու նկատմամբ։ Իսկ եթե դու կարաս այդ մարդու հետ այսպես խաղաս իր հետ, ինչ ուզես անես, դու չես անում։ Հասկանում ես, որտեղ գիտես ախպեր ոնց է ինքը խի է, ինքը իր մոտ հիմա ասես։ Դու կանես ամեն ինչ, որ իրան օգնես, որ ինքն էլ ջոգի, ինչը որից հետո է։ Բայց պետք է իր դանակն էլ ոսկորնի, որ նոր ջոգի։ Հա։ Իտոգում հա, հենց է որ սիրով բոլորին կարելի է օգնել, ու պատրաստակամություն կա օգնելու, բայց դա պետք է իրանք արդեն ներքին ցանկություն պետք է։ Հա, կամ ներքին հաստատական որոշում պետք է լինի, որ ես ուզում եմ հասկանամ խոսքի այս ճուվակը ինչ է ասում, ու խիա տենց ասում։ Ու խիա ասում, հա, ուզում փորձեմ էլի կարգը։ Բանն էլի ախպեր, ախր ինչ հիմա ես խոսում եմ, չէ՞, կամ որտեղ ով ինչ խոսում է, ես սա կարամ Աստվածաշնչից ցենց բերեմ ախպեր, հատվածներ, անդադար կարամ ասեմ ախպեր, որ Հիսուսը իր բաներից մեկի մեջ էլի ասում է մի հավատացեք ինձ, ինչ որ ես ասում եմ, ասում է պետք չի կուրորեն հավատալ, փորձի մի հատ, պրոստը մի հատ փորձի ախպեր, ես խոսքի քեզ ասում եմ մի շաբաթ հաց մի կեր, ինքը իր բանի Եվանգելիա տեսեև էլի ոչ եմ ավետարանական հատված կա, դե գիտես էլի այդ բաները ապոկրիֆների տեղակ է սանոթ ես вообще։ Դա բոլոր այն գրություններն է Հիսուսի վերաբերական ախպեր ու ուսմունքներն է, որը եկեղեցին չի ճանաչել։ Հա, այսինքն կա որ ճանաչել է, կա որ չի ճանաչել։ Հա, ասենք ճանաչել է, ընդ բանին այդ Լուկա, այդ 4-ն են, չէ՞, կարծեմ, հա։ Այդ 4-ի ավետարանն է ճանաչել։ Իսկ այն մնացածին, ասենք Մարիա Մագդալենան էլ ունի ախպեր, Ձևա Մարիան էլ ունի, Հիսուսի մաման էլ ունի գրած ախպեր, Հուդան էլ ունի գրած ախպեր, ավետարան։ Հա, դրանք չեն ճանաչել։ Հա, դրանք չեն ճանաչել։ Բայց դրանց մեջի ինֆորմացիան։ Դրանց մեջի ինֆորմացիան ընկերնս փախած բաներ կա, որ ասենք, դա էլ արդեն մինչև դու պրակտիկան չանես, չես ճոգի ինձ ինչա գրած։ Իսկ կարող չեն ճանաչել նրա համար, որովհետև պետք չի եղել։ Այսինքն ես մտածում եմ նայ, այդ ամեն ինչը կա, ամեն ինչն եղել է, բայց էսի վերցրել են գործիք են սարքել զուտ որ կարողանան իրանց ներքին նպատակներին հասնելու համար։ Այսինքն կրոնը 301 թվին մտավ Հայաստան։ Ու ես նենց եմ վերագրում, որ մտել է Հայաստան, որպեսզի հայ ժողովրդին կառավարել կարողանան։ Միտքը հասկացի։ Ոչ թե զուտ իրական նպատակը բացատրեն, թե ինչա կրոնը, այլ կրոնը որպես գործիք օգտագործել են, որ կարողան կարա լինի։ Ջոգի, դրա պետք չի եղել այդ քո ասած այդ ինչը որ չի մտել, պետք չի եղել, որովհետև խանգարել էր իրանց ասենք։ Հա, չեմ բացառում։ Հա, վերջը այդ դրանցից մեկի մեջ ինքը տենց արտահայտություն ամ, այդ էսեյների մեջ ինքը ասում է 7 օր ասում է հաց մի կեր, ջուր մի խմի, ու ես կգամ քո մոտ։ Պարզ ասում ախպեր, իր բարերն ախպեր։ Դա բանը Նագորնոյա պրոպովեդի
վաղ ժամանակվա եղած բան է, ինքը դրա այդ ժամանակը նտեսեիները եկել են իր կողքը հավաքվել են, ինչ որ մեկը հիվանդ է եղել ախպեր։ Ու այդ հիվանդության համար ինքը ասել է պասպայի 7 օր։ 7 օր ոչ մի բան մի կեր, ոչ մի բան մի խմի, թող մեջից ցավ զրծի բիլքեղտ ինչ կա, անցնի դուրս կգա։ Ու ասել է 7 օր մի հաց կեր, 7 օր ջուր մի խմի։ Ու ես կգամ քո մոտ։ Որ մեկն է հիմա անում, ապա որ մեկ է, այն ինչ որ ինքը ասում է, հենց կոնկրետ իրան չի վերաբերվում, հասկանում ես։ Հա, դա բարձր։ Այսինքն ինքը ընդհանուր գիրի ամեն ինչը ոնց է, ինչա որտեվ ինքն է, ես եմ դու ես։ Ինքը այդ ինֆորմացիան տիրապետում է, ես չէ։ Ինքը ինձ ասում է, դու սենց արա որ դու էլ տիրապետ ես այդ ինֆորմացիային։ Ես կամ կհավատամ կանեմ, կամ չեմ հավատա, չեմ անի։ Կամ հա, կամ կվախենաս, կամ չես վախենա, որովհետև ախպեր, մի քիչ փորձի հաս չուտես, նայ ոնց է սկսում վախենալ։ Մի քիչ պրոստը ապա հիմա այնքան հեշտ է։ Ես իմ սնունդը շատ եմ քիչացրել, օրվա մեջ մի հատ թեթև բան եմ ուտում, всё։ Շատ լավ է, շատ լավ է։ Ինձ, չգիտեմ, թեթևությունը տալի ամենավերջում, հա։ Ես օրը 4 անգամ եմ ուտում։ Պատկերացրա։ Հա։ Հա, լավ է սնում, բայց հիմա вообще չուտելու մասին, որ ոչ էներգիայի մեջ է տարբերություն։ Ոչ մի բանի մեջ տարբերություն չեմ տեղ։ Ոչ քաշը սա քիչացել կամ ավելացել։ Զուտելա որ ժամանակն է մի անգամ ծախսում դրա վրա։ Ես մարդիկ գիտեմ, ու չգիտեմ անձնապես չեմ ճանաչում, բայց լսել եմ ու ինֆորմացվել եմ, որ իրանք ընդհանրապես չեն սնվում։ Ընդհանրապես չեն սնվում։ Մեկը вообще ջուր, մեկը вообще ջուր էլ չէր խմում։ Իրեն մեկը ջուր խմում էր, մեկը вообще ջուր էլ դաժե չէր խմում։ Վայ, ինչի հաշվին են։ Ախպեր հենց դրա մասին է խոսքը, որ էներգիան դու դրսից չես ստանում, ախպեր էներգիան դու ներսից ես ստանում։ Այսինքն էներգիայի քո աղբյուրը հիմնական ախպերս դուրսը չի։ Ես չեմ մի ասում ինչ որ մեկը վերցի այդ։ Դե հա, դա վտանգավոր է, չունեք տենց։ Դրա մասին չի խոսքը։ Խոսքը նրա մասին է, ապա գիտես ինչ, դի վախնա, դու կարաս նույն բանը անես ընկեր։ Մի շաբաթ հաց չուտես մեռնես, օրինակ։ Ես կարամ մի շաբաթ հաց չուտեմ ու չմեռնեմ, որովհետև ես չեմ ուզում մեռնեմ։ Իսկ դու վախից քեզ սպանում ես։ Հաց չկերա մի շաբաթ։ Հա, դու քսախ sense քո նայվես չվի, հա, սոված եմ, բավոր, ու այն որ ասում են ներսից սկսում է process-ներ տեղի ունենալ, ապա այդ դու չես մեռնի, ապա երբեք դու չես կարող մեռնես, էդի դրեցինք մի կողմ, բայց դու նաև չես մեռնի, որովհետև դու կեթես հաց կուտես ախպեր։ Վերջի տոկա։ Չես թողի որ բանը հա, չես թողի որ կամ կգան բան սիստեմա կմիացնեն։ Հա, ու հա, տենց դու պրոստը եթե այդ իդեայի մեջ խոսքի ոնց է էլի աստվածաշնչի մեջ գրած է ասում է երբ որ պաս ես պահում ցույց մի տու քո բաներին ակրուժայիշի մարդկանց քեզ շրջապատող մարդկանց որ պասի մեջ ես տխուր դեմքով սենց ասում է հոտած հելնում ես ես վատ եմ ես սոված եմ ես պասի մենյու ունեք հա ասում է մի ցույց տու գախնի պահի մարդկանցից ասում է հակառակը ասում է որ մարդը մեջ ես դուրս գալի պաս պահելու ժամանակ ասում է մի հատ լվացվի թարմացրու քեզ ու թարմ տեսքով դուրս արի որ ոչ մեկ չիմանա որ դու պասի մեջ ես խի որտեղ խանգարում որովհետև ախպեր դու արդեն ասում է քո բանը պատճառը հետևանքային շղթա է ստեղծում քո գործով քեզի սկսում են քո էգոն շոյել ապե հասկանու՞մ ես նոր խանգարում աստվածապաշտ ասես նես դու այսպես սնվում ես դրանով օ ես ուրցնում ես քո էգոն պետք է համապատասխանեմ ինձ ասին պասպահ բացի համապատասխանելուց դու քեզ դրանից լավ ես զգում ուրցնելու կենտրոնում ես ընկնում քեզ ասում են դու սկսում ես քեզ լավ զգալ ուռում ես ախպեր դու լավն ես իրանք վատն են դու ուրիշ ես իրանք սաղ նույնն են խոսքի դու կարում ես իրանք չեն կարում դու քեզի ուրցնում ես ու այդ բանով խոսքի կարաս անուն ձեռք բերես խոսքի ասեն այ ինքը խոսքի մի շատ ուժեղ տղա հա վсё մի հատ ինչ որ ստատուս ես կարող ձեռք բերես ու էտա քո նագրադան ապը այդտեղ ժամանակավոր որովհետև պասի շրջանն անցավ վсё սա մոռացան դրա մասին այդ էլ խի ժամանակավոր որովհետև խոսքի վաղը ես կգամ ու քեզ մի հատ բան կհարցնեմ դու չես պատասխանի կասեմ դու պաս չես պահ տղա ու գնա ապը գնա ինչ ես անում ապը գնա երշիկը դկեր հասկացար իսկ ինքը ասում է չէ մի ցույց տու պահի թակում պահի այդ պասը այդի աստված կտենա ու քեզ կա ապա իսկ այդ աստված տենալն էլ ու այդ բանը անելը այդ պարքեվա տրելը որ քեզ դիզգասելի դի պիտի ապետի process-ը որ քո մեջ տեղի ունենում ախպեր
Դի process-ների մասին ախպեր խոսքը ոչ թե ինչ որ նես չի որ ասենց Հիսուսը դուրը բացելու է գա հասկանում ես ասի տղեկ եկել եմ ախպեր հա դուրը բացեիք պահե ապրեք եկել եմ ախպեր ավուրա դրա մասին չի էլի դի ներքին process-ների մասին ես պատկերացնում եմ այս թեոր խոսքերին սարքելու մեմ սարքեն ֆունդամենտալ ասենք մեմը իսկ Քրիստոսն էլ ախպեր Հիսուսն էլ բան անունը պրոստը անուն ախպեր ոնց որ Վահրամ ոնց որ Կորյուն խոսքի մի Կորյունն էլ ախպեր անունն է որ նշանակում է առյուծի ձակ ախպեր բայց էլի իտոգում էլի թակավորն է ես էլ եմ ախպեր թակավորի տղա իտոգում բայց էլի էտել է անուն որ տարբերի էս մի կալորիկ բան է էս մի կալորիկ հա ախպեր յանի ասածս այն է որ ու իսկ Քրիստոս ախպեր Քրիստոսը вообще Տիտրոս է դա ազգանունը չի էլի մեկը գիտի Հիսուս Քրիստոս անունը ազգանունն է չէ ախպեր Քրիստոսը դա Տիտրոսն է իրա Քրիստոսը դա Տիտրոս է ոնց որ Բուդդան է Տիտրոս ախպեր երբ որ դու հասնում ես այդ պրոսվիտլենին հա որ ուղեղը տնգեր փայլատակումը էլի դու դառնում ես աստված հա դու այդ Տիտրոսին արժանանում բան էլի չեն ասում կոմս մոմս հա այդպես Տիտրոսն է դա ամենավերջին Տիտրոսն է էլի որ դու արդեն всё ախպեր աստծո որդի ես դու ապացուցելու բանը չունես ոսկե Հիսուսը քիչ էր ապացուցում ապե ոչ մեկի ոչի բան ինքը չէր ապացուցում ապա ինքը պրոստը ինչ որ ալեգորիաներով ինքը առակներով դասեր էր տալի ասում էր սենց են նենց են նենց իսկ եկան իրան հանի խաչին ինքեր սպանին ապա ինքը ինչ արեց ապա ոչ մի բան որտեվ ում ինչ ապացուցի ախպեր ինքը չի կարող ոչ մեկին ոչ մի բան ապացուցի հասկանում ես մարդիկ հավատում են նրան ինչին հավատում են հա ապա եթե ինքը ասել է ու գնացել է կպել է հիմա իր գործերին ախպեր ընդ ուրիշ հարցերով է խոսել զբաղված ընկեր մի մենք մնացել ենք նրա հետ ինչ որ ինքը թողել է ասենք արդեն դու ընտրում ես ոնց վերաբերվես ախպեր խոսքի մատելը պահես ճոգես ինչ ալնում թե չէ խոսքի շարունակես ախպեր ասենք ինչ որ մեկին վատաբանել քլնգել թե չէ շարունակես սուտ խոսալ թե չէ այդ պատվիրանները տված են ինչ դա պրակտիկա է ախպեր Դա հենց այնպես ձևի համար չի ախպեր, դա քո հոգեբանությունն է փոխում ախպեր, դա քո մեջ process-ները առաջացնում ախպեր, որ դու սկսում ես սուտ չխոսալ ախպեր, դու էներգիայով ես լցվում ախպեր։ Դու էներգիա քո մեջ ավելանում, հասկանում ես, դու քեզ սկսում ես լավ զգալ։ Եթե դու մարդուն չես վատաբանում, չես քլնգում, հետևից չես խոսում, կնոջը սրա նրա չես կամենում, չես շնանում, այսինքն չես անում, դու համ էներգիա սխալ տեղ չես ծախսում, դա մնում է քո մեջ, համ էլ դրան ավելանում ախպեր, ավելալ էներգիա, քո գլխի մեջ են process-ներ, մարմնիդ մեջ են process-ներ, այնց կայֆերի մեջ ես ընկնում, ապա այն որ արդեն ինքես ջոգում ես, կտրվում ես օթերից ախպեր, ասես իջն ես խոսքի, մեկ իմ մոտ մեկ-մեկ այնց թույն բաներ ալնում, ասենք вообще գործի տեղ է հիմա ցերեկները փորձում եմ հաց չուտեմ, որովհետև ավտոմատ հաճույք եմ ստանում։ Չգիտեմ ինչից եմ ստանում, հենց այդ ասածս process-ներն է մեջս միանում ախպեր։ Մեջս process-ը միանում, ես սկսում եմ ուժեղ կայֆ զգալ ախպեր։ Այդ կայֆը sense մեջս զգում եմ, ոնց ու ամենաշատը sense կուտակվում եմ, կոկորթում եմ ախպեր, ու sense կոկորթից սկսում է լցվել գլխիս մեջ, աշկերս կարմրում է բան։ Ու ես ոսկի սաղի հետ ընկեր սիրուն ջեմ, թռբռալով ախպեր, ասել խոսալով խնդալ։ Ու հենց բան եմ անում, ասենք օրինակ հաց եմ ուտում ախպեր։ Իշտոր sense սեղմվում է հետ, sense ինչ որ տեղ է իջնում այդ էներգիան ներքև։ Նու մարսելու վրա երևել է։ Հա, սկսում է ծախսել, որ ախպերը ուտելիքը մարսի, ու իմ մոտ բան է, մանթո եմ ընկնում, ես ոնց խոսքի բաց թողեցի այդ հոգեվիճակը։ Հա, ես չեմ ուզում դա կորցնեմ։ Հասկանում ես։ Դրա համար ասենք այդ էլ աստիճան։ Դրանով կամած բարձրանում ես ու պաստիպենը դու ուժեղանում ես, պաստիպենը մաքրվում ես ու ոնց որ точка невозврата է, էլի մատ կետա, որ էլ հետ չես կարող։ Առաջի լեվելն ոնց էր, երկրորդ լեվելի վրա ես։ Չես կարա, պրոստը չես կարա ախպեր դու։ Ասենք հիմա ես միս չեմ ուտում։ Մեկ մսի հոտը զգում եմ, ասենք հավերցնում եմ, sense հոտ եմ քաշում, դզում այդ համեմունքներով, բաներով խոսքի սարքում են, հոտը հետաքրքիր է, բայց որ ասեմ ուտելու ցանկություն դեռ չի առաջանում։ Ընդհանրապես։ Ոչ թե մոդայիկ վեգան ես, այլ կոնկրետ չէ, ախպեր, չէ։ Պրոստը ընկեր, այն որ ասեցի է, որ նայում եմ աչքերիդ մեջ կյանք եմ տենում, ես չեմ ուզում ապա այդ կյանքը տենամ ու ուտեմ դա, հասկանում ես, մի տեսակ ես իմ ախպեր։ Okay, ինքդ քեզ ուտես, հա։ Հա։
Այն որ Հիսուսը որ ասում էր իմ մարմինն է, որ հացը տալիս է, ասում ես իմ մարմինն է, որ գինին տալիս, ասում ես իմ արունն է։ Այսինքն ինչքան մարմին կա, այսի իմ մարմինն է ապե։ Որ ասում է Աստված ամեն ինչի մեջ է, հա, այդ իմ մարմինն է, ինչքան հեղուկ կա, այդ իմ արունն է։ Դա ալեգորիաներ էլի առակները ապե որ մի ձևի մեծամասնությունը պրամո է հասկանում որ այդ չի, հա։ Ոսկե պատարակները որ գնում անում են այդ հացը թաթախում են գինի մեջ Հիսուսի մարմինն են ուտում։ Господи, Боже мой, ախպեր, արա ինչով եք զբաղված դու։ Ու բայց մարդիկ գնում են ախպեր, մարդիկ գնում են։ Դե ոչինչ, եթե մարդ ունի, հա, բանա օգտա։ Դրիվ համաձայն, եթե մարդիկ, այդ օգտա։ Դրա ինչ որ թողան, вообще ով զգում է ախպեր, որ ինչ որ բան է անում ու իրան լավ է, հոգեկան, հա, վիճակը կարգավորվում է, լավանում է, թողանի։ Հա, սրանով է վերջացնենք, որ վատ բան չկա։ Կլնգենք զավիլ էլի։ Չէ, կլնգելու թեմա չի։ Հետաքրքիր է կոպիտ ասած ոնց որ այդ էներգիան ստանում է դրանից, դա դրանով է զբաղվել։ Հա, բայց դե մարդը կա մարդ սպանելով է էներգիա ստանում։ Չէ, դե այս կուզեի այդ սիրուն նոտայի վրա, պրոստը սնանդը դեռան որ նես չէ էլի որ պետք է վարտադիր վատ նոտայի վրա բրսնենք։ Չէ, պրոստը գիտես ոնց։ Okay, ես էլի չենք լավ ու վատ անում։ Չեմ ասում, ասի լավ գործողություն է, ասի վատ։ Ես միշտ ասում եմ, ախպեր լինում է այն ինչ որ լինում է, եթե պետք է սենս լինի, ասի պետք է սենս լինի ուրեմն։ Ինձ պետք է։ Դա նրա մասին է, որ ասում է նախքան քո մտածելը անգամ Աստված գիտի թե ինչա քեզ պետք։ Հասկացա՞ր, այսինքն ինքը տալիս է քեզ այն ինչ որ քեզ պետք է, ոչ թե այն ինչ որ դու պետք է այդ մարդուն սպանել, հա։ Սպասի, ես կասեմ։ Ինքը տալիս է քեզ այն ինչ որ քեզ պետք է, նիսմատրա նա տո, թե դու ինչ ես ուզում, ախպեր։ Դու չգիտես այդ քո ուզածը քեզ ինչա բերելու, ախպեր։ Իսկ ինքը քեզ տալիս է այն ինչ որ քեզ պետք է այս պահին։ Դրա համար ինչ որ լինում է, այնի լինում է, ախպեր, որովհետև դի մեզ պետք է որ լինի։ Այսինքն ասում է мы предполагаем, Бог располагает, ախպեր։ Մենք բան ենք կնկան։ Ենթադրում ենք սստելին ենք, ցածալի։ Հա, բայց ինքը անում ունենց ոնց պետք է լինի։ Ու այդ մարդասպանության հետ կապված եմ զուտ ուզում ասեմ էլի, օքեյ, դա լա դաս։ Երբ որ դու հասկանում ես, որ այս աշխարհում մենակ դու ես ախպեր, քեզնից բացի ոչ մեկ չկա։ Այս աշխարհում մի հոգի կա էլի, այս չի քո մեջ մի հատ հոգի կա, իմ մեջ մի հատ ուրիշ հոգի կա։ Չկա ախպեր, մի քանի հոգի կա, մի հատ հոգի, մի հոգի։ Այդ մի հոգին է ախպեր։ Մի անձ չէ, հոգի։ Հա, անձ չէ, մի հոգի։ Կոնկրետությունը ցնեմ։ Այո, այդ հոգին ախպեր։ Մեզ բոլորիս կյանք է տալիս ախպեր։ Բաժանված է 8 միլիարդի մեջ։ Հա, այտենց հոգի, մի հոգի։ Որ դու հասկանաս, որ դու կաս մի հոգի, ու քեզնից բացի ոչ մի ուրիշ բան չկա, քո բանը դիտանկյունը փոխվում է մի քիչ, հասկանում ես, սկսում ես ուրիշ տեղից նայել արդեն ախպեր այդ ամեն ինչին։ Okay, մարդը մեռնում է, քեզ դու կարաս ներսը քո մեջ հասկանաս, որ այդ լավ չի, որ մարդը մեռնում է, կարար չմեռներ, կարար ավելի ինգեր լիալա փուչի կլներ, էլի, ախպեր ամեն ինչ, բայց խոսքի եղավ ինգեր արուն լվիկ ինչ որ բան։ Բայց ամեն դեպքում այդ արուն լվան քեզի պետք է, որ դու ինչ որ բան հասկանաս, սովորես։ Օրինակ ճապոնական ախպեր, այս հոգևոր ուսմունքների մեջ եւ այլնի մեջ մի հատ sense հասկացություն կա, կոչվում է սատորի։ Այդ սատորին հենց այդ իրենց պրաբուժդենյանն է, էլի զարթոնքն է, որ դու զարթնում ես, քնած տեղից ելնում ես։ Այդ սատորին մի հատ տղա է լինում, ախպեր 18 տարեկան։ Այդ տղուն գործ են ինչ որ առաջարկում նավի վրա։ Ինքը գնում է առանց իմանալ ինչ գործ է, փող է պետք լինում, գնում սկսում այդ նավի վրա աշխատել, ես sense հիմա շատ մանրամասն չեմ ասի, բայց միտքն եմ ասում, ինչ ա եղել էլի, կարա մի քիչ sense լինի, հենց լինի։ Ու պարզվում է նավի վրա ինքը հասկանում է, որ բան են, աղջիկներ են տեղափոխում ախպեր։ Թրաֆիկինգի թեմայի մեջ է մտնում ինքը ու ոնց որ իր այդ ընդհանուր իրադարձության մեջ իրան ինքը օրոսիշ մեծ ճանճ է, ապա գնա խանգարում ես, գնա արա։ Բնությունը sense բան է։ Հա։ Այդ ամբողջ իրադարձության մեջ ինքը իրան մեղավոր է տեսնում, ախպեր։ Հա, սաուչասնիկ։ Հա, սաուչասնիկ է տեսնում, հանցակից է տեսնում, այդ մեղքի զգացումը ապրում է, ու այդ մեղքի այդ ցավը, այդ ցավ կա էլի։ Երբ որ դու զգում ես, երբ որ քեզ իրոք ցավում է, այդ ցավը դու չես համեմատի սովորական ցավի հետ, դա էգոյի ցավ չէ, էլի, դա ոնց որ մի քիչ ավելի ինչ որ բարձր խորքային ցավ է, հա, որ այդ ցավը զգում ես ոչ թե քո անձի նկատմամբ,
ոչ թե քո հարազատ բարեկամների անձի նկատմամբ, քո կյանքի նկատմամբ, այլ լրիվ երրորդ ինչ որ անծանոթ մեկի նկատմամբ դու կարող ես ախ կյանքում չտենա իրեն հա, կարող է вообще ոչ իրեն ճանաչում ես, ոչ տեսել ես, ոչ լսել ես, ու կարա մարդ չլինի, կենդանի լինի։ Ու երբ որ դու իր համար ես իրոք ցավում, ապա դա ոնց որ անմեղ ցավ է, էլի հասկանում ես, որ անմեղ ցավ է, ինքը քո մեղավորությունը չկա ախպեր այդ ցավի մեջ, բայց դու այդ ցավը զգում ես ախպեր։ Դա արցնացնող ցավ է ախպեր։ Ես այտենց ցավ ապրել եմ, երբ որ ախպեր անծանոթ մարդ էր մահացել, ինձ անծանոթ մարդ էր մահացել։ Ու անծանոթը ո՞րն է, ես իրան Facebook-ում գիտեի, իր ինչ որ անուն ազգանունով, հիմա չեմ էլ հիշի, ու հիշեմ էլ չեմ տա։ Ինքը նենց միջին ակտիվության մարդ էր ախպեր, որ որոշակի խմբերում կար։ Ու Facebook-ում տենց էր ցույց տալիս ամեն եւ այլ, հա։ Ու ասացին, որ ինքը մահացել է ախպեր։ Ինգեր ես նենց մի հատ շոկ ապրեցի ախպեր, որովհետեւ ես մտածում էի, որ ինքը ջահել աղջիկ է։ Ու շոկի մեջ ընկա, որ ինքը մահացել է ախպեր, ես պրոստը միանգամից հենց այդ ցավը մտավ մեջս ու սկսեցի լացել ախպեր։ Ու այդ ցավից ընկեր, բան, լույս վառվեց ախպեր։ Ոնց որ այդ ցավը գնացի մտա այդ ցավի մեջ, ասում եմ լույս վառվեց, ես ոնց որ լույսից վախեցա, ասենց հետ քաշվեցի, ճոգիր լացս կանգնացրեցի մի պահ, որտեվ այդ սկզբի շրջաններն էր հասկանում ես, որ ելնում էր, չէի հասկանում ինչ ալնում, հա, վախենում էի այդպես բաներից, որ ելնում էր։ Վերջը դեմ ասում, այտենց ցավերը, ու դա այդ սատորին է, որ այդ լամպուշկեն վառվում ախպեր, որ դու անմեղ ցավ ես զգում, այդ խորը ցավն է, անկեղծ հասկանում ես, այդ տղեն իրան մեղավոր է զգում, ոբշեմ այդ սիտուացիայում այդ սատորին իր այդ տեղի է ունենում, պրասիտլենյան տեղի է ունենում, ու այդ բառը տեղից է գալի, այդ պատմությունից է գալի։ Այդ ինչի համար էի ասում, կարաս ասես։ Ես չեմ կարող, որտեվ մոռացել եմ ինչ էի խոսում։ Մեր խոսակցությունները միշտ Արա դե որովհետև շատ դե հիմա էսի են բանը, որ հիմա իմ մեջ թույն է մնանք հիմա իմ մեջ լավ կլինի։ Հա չէ, մենք նես չի որ պարտադիր ինչ որ մեր պիտի ֆորմատ լինի դրան։ Չէ, հա չէ, դե ինչ ֆորմատ է, ֆորմատ շմորմատ ախտա։ Մոռացեք չկա։ Մենք նստում ենք ուղղակի ինչ մտներս եկավ խոսում։ Հա, գոնե մեկ շփվում ենք էլի։ Փորձի փոխանակում ենք անում։ Չի էսի ինչ է։ Այդպիսի բան է, դեպի եզրափակենք։ Հա, եզրափակել ախպեր, ծավալվել ասի անցած անգամ դուսը սխալ, այս անգամ ճիշտ է։ Ինչ հետաքրքիր բլոկ ես դեր։ Ինձ 20 ախպեր։